Երբ մտածել եք, թե քանի կյանքեր են դատվում ըստ իրենց արտաքինի, մինչ անգամ նրանց լսելը։ Երանի ամենասովորական առավոտներից մեկին, սոված ու ջերմող մի երեխա ներս է մտնում շքեղ հիվանդանոցի դռներով։ Սակայն այն, ինչը պետք է լիներ օգնության կանչ, վերածվում է նվաստացման անտարբերության դաժան տեսարանի։ Միայն թե ոչ ոք չէր սպասում, որ անկյունում նստած այն հասարակ մարդը իրականում այդ ամենի սեփականատերն է։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում, իսկ մենք շարունակենք։ Երանյան առավոտը սկսվում էր իր սովորական խելահեղ ռիթմով։ Մեքենաները պողոտաներում իրարից տեղ էին խլում, մարդիկ շտապում էին իրենց գործերին, յուրաքանչյուրն ընկղմված իր հրատապ խնդիրների ու անհանգստությունների տիեզերքում։ Կենտրոն թաղամասում, որտեղ հայելային շենքերն արտացոլում էին քաղաքի մոխրագույն երկինքը, Նաիրի բժշկական կենտրոնը վեր էր խոյանում որպես ապակու պողպատի հուշարձան, բժշկական գերազանցության խորհրդանիշ, որը վերապահված էր նրանց, ովքեր կարող էին դրա համար վճարել։ Նրա մգեցված ապակուց ավտոմատ դռները մշտական շարժման մեջ բացվում ու փակվում էին, ընդունելով սթրեսի մեջ գտնվող գործարարների, թանկարժեք զարդերով պատված տիկնանց, իրենց հերթական ստուգումների համար, ձեռնարկատերերի, որոնք եկել էին պլաստիկ վիրահատությունների։ Այստեղ յուրաքանչյուր մանրուք մտածված էր ուժ, կարգավիճակ, բացառիկություն փոխանցելու համար։ Բայց այդ հինգշաբթի առավոտյան մի բան էր պատրաստվում տեղի ունենալ, որը բոլորովին դուրս էր սցենարից։ Կամիլլան ընդամենը 5 տարեկան էր, բայց նրա աչքերում մի այնպիսի հասունություն կար, որը ոչ մի երեխա չպետք է ճանաչեր։ Նրա բոբիկ, ասֆալտից ու փոշուց կեղտոտված ոտքերը վարանոտ կերպով կանգնեցին հիվանդանոցի մուտքի փափուկ գորգի վրա, մի զգացում, որը խառնուրդ էր վախի, հուսահատության։ Նա երկու փոքրիկ ձեռքերով սեղմում էր իր փորիկը, իսկ դեմքը կծկվել էր ցավի մի արտահայտությունից, որը կկոտրեր ցանկացած սիրտ։ Նրա վարդագույն զգեստիկը, որը միգուցե մի ժամանակ գեղեցիկ է եղել, այժմ պատառոտված էր, կեղտոտ, չափազանց մեծ նրա թերսնված մարմնի համար։ Խճճված շագանակագույն մազերը թափվում էին նրա նիհար ուսերին, իսկ այտերը, որոնք պետք է լինեին թմբլիկ ու վարդագույն, փոս ընկած էին ու գունատ։ Նա հազիվ էր կարողանում ոտքի վրա կանգնել։ Ամեն քայլը պայքար էր ցավի դեմ, որը պատառոտում էր նրա ներսը, ջերմության դեմ, որը ստիպում էր նրա մարմնին դողալ, վախի դեմ, որը սեղմում էր նրա կուրծքը։ Բայց Կամիլլան պայքարող էր։ Երանի փողոցներում անցկացրած վերջին ամիսներին նա սովորել էր, որ ոչ ոք իրեն չի օգնելու, եթե ինքը չխնդրի, որ միայնակ նրբանցքում լաց լինելն անօգուտ էր, որ պետք է խիզախ լինել, նույնիսկ երբ իր ներսում ամեն ինչ սարսափից ճչում էր։ Եվ այսպես նա ներս մտավ։ Անցավ այն ապակե դռներով, որոնք բաժանում էին երկու բոլորովին տարբեր աշխարհներ։ Եվ հակադրությունն ավելի դաժան լինել չէր կարող։ Նաիրի բժշկական կենտրոնի սրահը ժամանակակից տաճար էր, չափազանց բարձր առաստաղով, բյուրեղյա ջահերով, որոնք կախված էին ինչպես կախազարդեր իտալական մարմարե հատակով, որն այնքան փայլուն էր, որ պատկերներն արտացոլում էր հայելու պես։ Այնտեղ կային կրեմագույն կաշվե բազկաթոռներ, դասավորված նրբագեղ խմբերով, սպիտակ խոլորձներով ծաղկամաններ, որոնք բուրում էին օդորակվող օդում, կենտրոնում մի շատրվան, որը հանգստացնող, մեղմ ձայն էր արձակում։ Պատերը զարդարված էին ժամանակակից արվեստի գործերով, կապույտ ոսկեգույն երանգներով վերացական նկարներ, որոնք ավելի թանկ արժեին, քան շատ ընտանիքներ կվաստակեին մի ամբողջ կյանքի ընթացքում։ Ընդունարանի վաճառասեղանի հետում, որը պատրաստված էր թանկարժեք փայտից ապա։ Կուց Յուլիանան ուղում էր իր անթերի սանրված շիկահեր մազերը ստուգում կատարյալ կարմիր լաքապատված եղունգները։ Նա 28 տարեկան էր, այս աշխատանքը ստացել էր ընդամենը 3 շաբաթ առաջ։ Նրա համար Նաիրիում աշխատելը երազանքի իրականացում էր, մուտք դեպի այն աշխարհը, որի մասը նա միշտ ցանկացել էր լինել։ Նա Մալաթիա Սեբաստիա թաղամասի միջինից ցածր դասի ընտանիքից էր, բայց ամաչում էր դրանից, թաքցնում էր իր ծագումը, կարծես դա վարակիչ հիվանդություն լիներ։ Նա պատմություն էր հորինել, թե իբր սովորել է մասնավոր դպրոցում, եղել է արտասահմանում, ճանաչում է կարևոր մարդկանց։ Ամեն ինչ սուտ էր, բայց ստեր, որոնք նա այնքան համոզվածությամբ էր կրկնում, որ գրեթե ինքն էլ էր հավատում դրանց։ Յուլիանան քննադատական հայացքով հետում էր սրահ մտնող յուրաքանչյուր մարդու, դասակարգելով, դատելով, ցորենը որոմից զատելով։ Նա արագ հասկացել էր, թե ինչպես են այստեղ գործերն ընթանում։ Բավարար չէր արդյունավետ լինելը, պետք էր ընտրողաբար մոտենալ։ Ճիշտ հիվանդներն արժանանում էին լայն ժպիտների, նվիրված ուշադրության, գործընթացների արագացման։
Իսկ սխալ հիվանդներին նրանց հուսահատեցնում էին բյուրոկրատիայով, սառնությամբ, դիտավորյալ ձգձգումներով։ Ոչ ոք դա բացահայտ չէր ասել, բայց դա զգացվում էր իր ղեկավարի հետ յուրաքանչյուր խոսակցության ենթատեքստում, անվտանգության աշխատակիցների պահվածքում, այն ձում, թե ինչպես էր վարչական տնօրենը քիթը ոլորում, երբ վատ հագնված մեկը մոտենում էր վաճառասեղանին։ Այսպիսով, երբ Յուլիանան բարձրացրեց աչքերը տեսավ Կամիլլային, նրա արձագանքն անմիջական էր բնազդային։ Զզվանք։ Դրան հաջորդեց խուճապը։ Փողոցի երեխա, կեղտոտ, բոբիկ, ակնհայտորեն հիվանդ, անցնում էր տարածաշրջանի ամենանրբաճաշակ հիվանդանոցի սրահով։ Սա չէր կարող տեղի ունենալ։ Սա կխաթարեր հաստատության հեղինակությունը։ Սա կվախեցներ իսկական հաճախորդներին։ Կամիլլան գրեթե տապալվելով մոտեցավ վաճառասեղանին, ամեն քայլը գերմարդկային ջանք էր։ Նա իր փոքրիկ աչքերը բարձրացրեց դեպի Յուլիանան, մուգ աչքեր, որոնք փայլում էին ցավի աղերսանքի արցունքներից։ Խնդրում եմ, փորս շատ է ցավում, հազիվ կարողացավ ասել նա, ձայնը դուրս գալով թույլ շշուկով։ Կարող եք բժիշկ կանչել։ Շատ է ցավում։ Յուլիանան աթոռից վեր թռավ, կարծես հոսանքահարված լիներ։ Նրա խնամքով դիմահարդարված դեմքը գծկվեց հազիվ քողարկված զզվանքի արտահայտությունից։ Նա շուրջը նայեց, ստուգելով, թե արդյոք որե կարևոր հաճախորդ տեսնում է այդ տեսարանը, արդյոք ղեկավարությունից որե մեկը մոտակայքում է։ Բարեբախտաբար, սրահն այդ պահին համեմատաբար դատարկ էր։ Դու չես կարող այստեղ լինել, ասաց Յուլիանան, ձայնն ավելի բարձր ու կոշտ հնչելով, քան մտադրվել էր։ Սա մասնավոր հիվանդանոց է։ Դու պետք է հիմա հեռանաս։ Կամիլլան թարթեց աչքերը, շփոթված, ցավը մթագնում էր նրա ընկալումը։ Բայց ցավում է, կրկնեց նա, ավելի ուժեղ սեղմելով փորը։ Խնդրում եմ, թող միայն մի բժիշկ արագ նայի։ Յուլիանան շրջանցեց վաճառասեղանը, նրա բարձրակրունկ կոշիկները չոր ու իշխանական կտկտոցով հնչում էին մարմարի վրա։ Նա մոտեցավ Կամիլլային, պահպանելով անվտանգ հեռավորություն, կարծես երեխան կարող էր իրեն ինչ-որ բանով վարակել։ Լսիր ինձ, ասաց նա, իջեցնելով ձայնը, բայց պահպանելով կտրուկ տոնը։ Այստեղ միայն բարձր դասի մարդիկ են մտնում, հասկանում ես։ Ապահովագրություն ունեցող, վճարելու փող ունեցող մարդիկ։ Դու մուրացկան ես։ Գնա պետական հիվանդանոց, այնտեղ է քո տեղը։ Այստեղ դու չես մտնի, քեզ չեն սպասարկի, դու կեղտոտում ես մեր հատակը։ Բառերն ընկան Կամիլլայի վրա քարերի պես։ Նա փոքր էր, փխրուն էր, ցավից մեռնում էր, բայց հիմար չէր։ Նա հիանալի հասկանում էր, թե ինչ է կատարվում։ Իրեն դուրս էին անում։ Իրեն կեղտոտ էին անվանում։ Իրեն աղբի պես էին վերաբերվում։ Արցունքները, որոնք արդեն լցրել էին նրա աչքերը, հորթեցին, հոսելով նրա նիհար այտերով։ Բայց ես վատ եմ զգում, փորձեց նա մեկ անգամ, ձայնը կոտրվելով հեկեկոցների մեջ։ Ես շատ եմ վախենում։ Յուլիանայի համբերությունն արդեն սպառվել էր։ Նա ձեռքով կտրուկ շարժում արեց, կարծես կենդանի քշեր։ Հիմա դուրս արի այստեղից, մինչ անվտանգությանը չեմ կանչել։ Եվ եթե քո կամքով դուրս չգաս, քեզ քարշ տալով դուրս կհանեն։ Հասկանում ես ինձ։ Սրահի մյուս կողմում մի բազկաթոռի վրա, որը ռազմավարականորեն այնպես էր տեղադրված, որ տեսանելի լիներ ողջ միջավայրը, առանց նկատվելու մոտ 50 տարեկան մի տղամարդ աճող ուշադրությամբ հետում էր տեսարանին։ Մավրիկ Անդրանիկյանը հագնված էր պարզ, այս վայրի չափանիշներով գրեթե աղքատիկ, գունաթափված ջինսե տաբատով, բամբակյա հասարակ վերնաշապիկով մաշված սպորտային կոշիկներով։ Նրա մորուքը մի քանի օրվա սափրված չէր, ալեխառն մազերը մի փոքր խառնված էին։ Այնտեղ ոչ ոք գաղափար անգամ չուներ, թե ով էր նա իրականում։ Եվ հենց այդպես էլ Մավրիկը ցանկանում էր։ Նա Անդրանիկյան առողջություն խմբի հիմնադիրն ու գլխավոր բաժնետերն էր, մի կայսրություն, որը ներառում էր Նաիրի բժշկական կենտրոնս 12 այլ հաստատություններ, սփռված ողջ Հայաստանում։ Նրա կարողությունը գնահատվում էր միլիարդավոր դրամներ, որը կառուցվել էր 3 տասնամյակների անխոնջ աշխատանքի մասնավոր առողջապահության շուկայում ճիշտ որոշումների շնորհիվ։ Բայց Մավրիկը նման չէր այն միլիարդատերերին, որոնք ցուցադրում էին իրենց հարստությունը։ Նա զուսպ էր, գրեթե մեկուսացված։ Եվ նա ուներ մի տարօրինակ սովորություն, որը տարիներ շարունակ կիրառում էր, անանուն այցելություններ կատարել իր սեփական հիվանդանոցը։ Հին հաստատություններ, տեսնելու, թե ինչպես են իրականում գործերն ընթանում, երբ ոչ ոք չգիտեր, որ սեփականատերը ներկա է։
Այդ այցելությունների ժամանակ նա տեսնում էր մերկ ճշմարտությունը։ Տեսնում էր, թե ինչպես են աշխատակիցները վերաբերվում հիվանդներին, երբ կարծում էին, որ հետանքներ չեն լինի։ Տեսնում էր, թե արդյոք այն արժեքները, որոնք նա փորձում էր ներդնել, իրականում պահպանվում են։ Տեսնում էր մարդկայնությունը կամ դրա բացակայությունը իր հիվանդանոցների միջանցքներում։ Եվ այդ պահին այն, ինչ նա տեսնում էր, ստիպում էր նրա ստամոքսը խառնվել զայրույթից ու հիասթափությունից։ Մավրիկը հետում էր, թե ինչպես է Յուլիանան շարունակում նվաստացնել երեխային։ Հետում էր, թե ինչպես է Կամիլլան փորձում ոտքի կանգնել, բայց նրա ծնկները թուլանում էին։ Հետում էր, թե ինչպես է ընդունարանի աշխատակցուհին անհամբեր ժեստ անում անվտանգության աշխատակիցներին, որոնք կանգնած էին մուտքի մոտ։ Երկու համազգեստավոր տղամարդ մոտեցան։ Նրանցից մեկը երիտասարդ էր, հավանաբար 25 տարեկանից ոչ ավելի, սուր դիմագծերով, կոշտ հայացքով մեկը, ով ցանկանում էր իրեն լավ դրսորել միավորներ վաստակել ղեկավարության մոտ։ Մյուսն ավելի տարեց էր, 50 անց քունքերին ալեխառն մազերով հոգնած արտահայտությամբ մեկը, ով կյանքում շատ բան էր տեսել։ Նա թոռներ ուներ, 2 տղա, 1 աղջիկ, ամենափոքրը հենց 5 տարեկան էր, նույն տարիքի, ինչ այն երեխան, որին հիմա վերաբերվում էին որպես ներխուժողի։ Ընդունարանի աշխատակցուհին ցանկանում է, որ այս երեխային հեռացնեք հիվանդանոցից, ասաց ավելի երիտասարդ անվտանգության աշխատակիցը, որի անունը Ռոման էր, չափազանցված իշխանական տոնով։ Նա չի կարող այստեղ մնալ։ Ավելի տարեց անվտանգության աշխատակիցը, պարոն Վալերը, վարանեց։ Նա նայեց Կամիլլային, տեսավ գունատ դեմքը, կապտած շուրթերը, այն ձը, թե ինչպես էր նա կծկվել ցավից։ Իր ներսում ինչ-որ բան ասում էր, որ սա սխալ է, շատ սխալ։ Տիկին, սկսեց Վալերը, դիմելով Յուլիանային, բայց երեխան իսկապես վատ է զգում։ Ավելի լավ չի։ Լինի բժիշկ կանչել, որ գոնե մի նայի։ Յուլիանան նրան սպանող հայացքով նայեց։ Ես կարծիք չեմ հարցրել, ես հրաման եմ տվել։ Հանեք նրան այստեղ։ Իից։ Հիմա։ Ռոմանն այլս չսպասեց։ Նա անհարկի ուժով բռնեց Կամիլլայի թից, սկսեց քաշել նրան դեպի դուռը։ Աղջիկը ցավից գոռաց, փորձեց ոտքերը հենել հատակին, բայց նրա բարակ ոտիկները ոչ մի ուժ չունեին։ Բաց թող, ցավեցնում ես, լաց էր լինում Կամիլլան։ Խնդրում եմ, ուզում եմ միայն, որ բժիշկը նայի։ Վալերը նույնպես մոտեցավ, բայց ի տարբերություն Ռոմանի, նա փորձեց ավելի մեղմ լինել, երեխային մյուս թից զգուշորեն բռնելով։ Արի, փոքրիկ, գնանք դուրս, փորձեց ասել նա ավելի փափուկ ձայնով, բայց նրա աչքերը լի էին ամոթով։ Այդ պահին, երբ նրան քարշ էին տալիս 2 անվտանգության աշխատակիցները, երբ սրահում մարդիկ անտարբերությամբ կամ անհարմարությամբ երես էին թեքում, երբ Յուլիանան գոհունակությամբ հետում էր, մտածելով, որ լուծել է խնդիրը, Կամիլլայի մարմինը վերջնականապես հանձնվեց։ Ցավը չափազանց անտանելի էր։ Ջերմությունը չափազանց բարձր։ Փոքրիկ ու թերսնված մարմինը չափազանց թույլ։ Նրա աչքերը հետ գնացին, ոտքերը կորցրին ողջ ուժը, նա ուշաթափվեց հենց այնտեղ, մարմարե սրահի մեջտեղում, իրեն դուրս անող անվտանգ ության աշխատակիցների ձեռքերում։ Կարծես ժամանակը կանգ առավ։ Վալերը զգաց երեխայի անշարժ մարմնի ծանրությունը իր ձեռքերում, խուճապը պատեց նրան։ Աստված իմ, նա ուշաթափվեց, գոռաց նա։ Ինչ որ մեկը բժիշկ կանչի։ Ռոմանը նույնպես քարացել էր, բռնած Կամիլլայի բարակ թիկը, որն անզոր կախված էր։ Յուլիանան գունատվեց վաճառասեղանի հետում, վայրկյաններ առաջվա գոհունակությունը փոխարինվեց հետանքների վախով։ Եվ հենց այդ պահին Մավրիկ Անդրանիկյանը վեր կացավ բազկաթոռից։ Նա անցավ սրահով ամուր, բայց լուռ քայլերով, մի բնական իշխանություն էր բխում նրա յուրաքանչյուր շարժումից։ Նա չվազեց, չգոռաց, բայց նրա ներկայության մեջ մի բան կար, որը ստիպում էր մարդկանց բնազդաբար հեռանալ, ճանապարհ բացելով։ Երբ նա հասավ այնտեղ, որտեղ անվտանգության աշխատակիցներն էին, Մավրիկը մեկնեց ձեռքերը։ Տվեք երեխային ինձ, ասաց նա մի տոնով, որը խնդրանք չէր, այլ հրաման։ Վալերը, լիովին չհասկանալով, թե ով է այդ մարդը, բայց զգալով, որ պետք է հնազանդվի, զգուշորեն տվեց Կամիլլային։ Մավրիկը նրան գրկեց, փոքրիկ ու ջերմությունից տաքմ։ Արմինը կարծես տոննաներ կշռեր նրա ձեռքերում։ Ոչ թե ֆիզիկական ծանրության, այլ այն հուզական բեռի պատճառով, որը կրում էր այդ պահը։ Որովհետև Մավրիկը նախկինում արդեն գրկել էր այսպիսի երեխայի։ 17 տարի առաջ նա իր դստերը, Իզաբելլային, գրկած վազում էր հիվանդանոցի միջանցքներով, աղաչելով, որ ինչ-որ մեկը փրկի նրան։
Իզաբելլան ընդամենը 4 տարեկան էր, երբ նրան պատուհասեց կայծակնային մենինգիտը։ Մավրիկն աշխարհի ամբողջ փողն ուներ, բայց դա ոչ մի օգուտ չտվեց։ Բժիշկներն արեցին այն, ինչ կարող էին, բայց արդեն շատ ուշ էր։ Նա գրկած պահեց դստերը, մինչ նա հեռացավ, այդ ցավը երբեք լիովին չէր անցել։ Այդ պատճառով նա հիվանդանոցներ էր կառուցել։ Այդ պատճառով միլիոններ էր ներդրել գերժամանակակից սարքավորումների մեջ։ Այդ պատճառով հավատում էր, որ որակյալ առողջապահությունը կարող է կյանքեր փրկել։ Բայց հիմա, իր սեփական հիվանդանոցի սրահում, գրկին անգիտակից Կամիլլային, նա գիտակցում էր մի ավերիչ ճշմարտություն։ Աշխարհի լավագույն սարքավորումը ոչ մի արժեք չունի, եթե մուտքի դռան մոտ երեխային վերաբերվում են աղբի պես։ Մավրիկը սկսեց քայլել դեպի վերելակները, որոնք տանում էին շտապօգնության բաժանմունք։ Պարոն, սպասեք, Յուլիանան վերակտավ իր ձայնը, վազելով նրա հետից։ Դուք չեք կարող այդպես ներս մտնել, պետք է գրանցվեք, փաստաթղթեր ներկայացնեք, վճարումը երաշխավորեք։ Մավրիկը նույնիսկ հետ չնայեց։ Շարունակեց քայլել։ Պարոն, պնդեց Յուլիանան, այժմ արդեն ճչան ձայնով, ես ստիպված կլինեմ անվտանգությանը կանչել։ Կարող ես կանչել, պատասխանեց Մավրիկը, չկանգնելով։ Եվ կանչիր նա վարչական տնօրենին։ Ուզում եմ նրա հետ խոսել։ Ռոմանը փակեց Մավրիկի ճանապարհը, ագրեսիվ կեցվածքով կանգնելով նրա դիմաց։ Դուք պետք է հիմա կանգնեք։ Չեք կարող առանց թույլտվության մտնել շտապօգնության բաժանմունք։ Մավրիկը վերջապես կանգ առավ, ուղիղ նայեց երիտասարդի աչքերին։ Այդ հայացքում մի բան կար, մի լարվածություն, մի բացարձակ վճռականություն, որը ստիպեց Ռոմանին վարանել։ Հեռացիր ճանապարհիցս, ասաց Մավրիկը, ձայնը ցածր, բայց լցված մի իշխանությամբ, որը բխում էր շատ ավելի խորքից, քան ցանկացած պաշտոն կամ դիրք։ Այս երեխան մահանում է հիմա, բժշկական օգնություն կստանա։ Եթե նորից փորձես ինձ խանգարել, երաշխավորում եմ, որ կզղջաս քո ողջ կյանքի ընթացքում։ Ռոմանի մեջքով սարսուռ անցավ։ Այդ պարզ հագուստով մարդու մեջ մի բան կար, որն իրեն իսկապես վախեցնում էր։ Նա մի կողմ քաշվեց։ Մավրիկը մտավ վերելակ։ Դռները փակվեցին, հետում թողնելով բացարձակ շոկի մեջ գտնվող սրահը։ Վերում, երրորդ հարկում, որտեղ գտնվում էր շտապօգնության բաժանմունքը, ամեն ինչ պատրաստվում էր ավելի բարդանալ։ Որովհետև համակարգը, որը մերժել էր Կամիլլային դռան մոտ, այդքան հեշտությամբ չէր ընդունի, որ նա ներս մտնի պատուհանից։ Եվ Մավրիկ Անդրանիկյանը դեռ նոր էր սկսում բացահայտել, թե որքան փտած էր այն հիվանդանոցի մշակույթը, որը կրում էր իր անունը։ Երբ երրորդ հարկում վերելակի դռները բացվեցին, Մավրիկը հայտնվեց սպիտակ ու մաքուր միջանցքում, որը լուսավորված էր LED լամպերով, որոնք միջավայրին գրեթե վիրահատական պայծառություն էին հաղորդում։ Ախտահանիչի հոտը ներծծվե լեր օդի մեջ։ Բուժքույրերն արագ անցնում էին թղթապանակներով, բժիշկները ցածրաձայն զրուցում էին բուժքույրական կետի մոտ, իսկ սրտի մոնիտորների մշտական ձայնը ռիթմիկ ազդանշանների սաունդթրեք էր ստեղծում։ Մավրիկն առաջ շարժվեց, Կամիլլան դեռ անգիտակից նրա գրկում էր։ Աղջկա ջերմությունը նրա մաշկը տաքացնում էր ինչպես ածուխ, իր կրծքին հպվելիս։ Նա զգում էր թույլ շնչառությունը, դողացող փոքրիկ մարմինը։ Ամեն անցնող վայրկյանը թանկ էր։ Մի երիտասարդ բուժքույր, ամուր կապած մազերով ու շադիր շագանակագույն աչքերով, առաջինը նկատեց Մավրիկի մոտենալը։ Նա կանգնեց միջանցքի մեջտեղում, աչքերը լայն բացված, տեսնելով այդ պարզ հագուստով տղամարդուն, որը տանում էր ակնհայտ հիվանդ երեխայի։ Պարոն, ինչ է պատահել, հարցրեց նա, մասնագիտական բնազդն ավելի բարձր խոսելով, քան ցանկացած բյուրոկրատական արձանագրություն։ Նա արագ մոտեցավ, ձեռքը դնելով Կամիլլայի ճակատին։ Աստված իմ, նա շատ բարձր ջերմություն ունի։ Որքան ժամանակ է նա այս վիճակում։ Չգիտեմ, պատասխանեց Մավրիկը։ Նրան գտա սրահում ուշաթափված։ Ինձ հիմա բժիշկ է պետք։ Բուժքույրը, որի անվանակարտի վրա գրված էր նունը, ժեստ արեց, որ Մավրիկը հետի իրեն։ Եկեք, գնանք շտապօգնության սենյակ։ Բայց մինչ նրանք կհասցնեին 3 քայլ անել, մեկ այլ ձայն կտրեց միջանցքը։ Սպասեք։ Ինչ է կատարվում այստեղ։ Սպիտակ խալաթով, բայց առանց ստետոսկոպի մի տղամարդ լայն քայլերով մոտենում էր։ Նա մոտ 40 տարեկան էր, մուգ մազերը հետ սանրված գելով, թանկարժեք շրջանակով ակնոցներով մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր իշխանության զայրույթի։
Դա Վիգեն Պապյանն էր, հերթափոխի ավագ բուժեղբայրը, որը հայտնի էր արձանագրությունների հարցում չափազանց խստությամբ վարչական տնօրենի հետ չափազանց մտերիմ հարաբերություններով։ Նույն է, դու չես կարող պարզապես հիվանդին տանել առանց գրանցման տեսակավորման, ասաց Վիգենը, դժգոհությամբ նայելով իր գործընկերուհուն։ Որոնք են այս երեխայի տվյալները։ Որտեղ է ծնողների թույլտվությունը։ Որն է ապահովագրությունը։ Նունեն բերանը բացեց պատասխանելու, բայց Մավրիկն առաջ անցավ։ Այս երեխան մահանում է։ Բյուրոկրատիայի ժամանակ չկա։ Վիգենը վերջապես ուշա։ Դիր նայեց Մավրիկին, գնահատելով նրան վերից վար։ Տեսավ պարզ հագուստը, չսափրված մորուքը, մաշված սպորտային կոշիկները։ Եվ անմիջապես իր եզրակացություններն արեց։ Պարոն, ասաց նա հովանավորչական տոնով, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց սա կանոններով աշխատող հիվանդանոց է։ Մենք չենք կարող սպասարկել առանց համապատասխան ընթացակարգերի։ Կան պետական հիվանդանոցներ, որոնք կարող են ընդունել նման դեպքեր առանց փաստաթղթերի։ Մավրիկը զգաց, թե ինչպես է զայրույթը եռում իր ներսում, բայց ձայնը զուսպ պահեց։ Երեխան արդեն այստեղ է։ Արդեն անցել է դռնից։ Եվ նա իրական բժշկական արտակարգ իրավիճակի մեջ է։ Դուք նրան կբուժեք։ Այդպես չի լինում, առարկեց Վիգենը, ձեռքերը խաչելով։ Եթե սկսենք բացառություններ անել, կդառնանք պետական շտապօգնության կետ։ Ես պահանջում եմ, որ դուք իջնեք ներք, կարգավորեք իրավիճակը ֆինանսական բաժնի հետ, ներկայացնեք փաստաթղթեր, այն ժամանակ միայն մենք կգնահատենք սպասարկման հնարավորությունը։ Նունեն անհավատալի արտահայտությամբ նայում էր անգիտակից երեխայից Վիգենին։ Վիգեն, նա երեխ։ Է։ Նայիր նրա վիճակին։ Մենք չենք կարող պարզապես հետ ուղարկել։ Ես հետ չեմ ուղարկում, ես խնդրում եմ, որ հետեն արձանագրություններին, ասաց Վիգենը անդրդվելի։ Պարոն, ես ստիպված կլինեմ խնդրել, որ դուք դուրս գաք շտապօգնության բաժանմունքից։ Եթե ձեր կամքով դուրս չգաք, կկանչեմ անվտանգությանը։ Հենց այդ պահին երրորդ անձը մոտեցավ խմբին։ Դա մոտ 55 տարեկան մի կին էր, կարճ ալեխառն մազերով, ընթերցանության ակնոցները կախված շղթայով վզին, հագին պարզ, բայց խնամված գործնական հագուստ։ Նրա անվանակարտը նրան ներկայացնում էր որպես Բեատրիս Սանթրոսյան, հիվանդանոցի սոցիալական աշխատող։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց Բեատրիսը մի ձայնով, որը կրում էր տասնամյակների փորձ, դժվար իրավիճակների հետ գործ ունենալու։ Վիգենը շրջվեց դեպի նա։ Բեատրիս, այս պարոնը բերել է մի երեխայի, առանց փաստաթղթերի, առանց պատասխանատուների թույլտվության, առանց ապահովագրության։ Ես բացատրում եմ, որ նա պետք է կարգավորի իրավիճակը, նախքան որ է սպասարկում ստանալը։ Բեատրիսը մոտեցավ Մավրիկին, նայեց Կամիլլային։ Նրա մասնագի տական դեմքը մի պահ քանդվեց, բացահայտելով անկեղծ անհանգստություն։ Նա նրբորեն դիպավ աղջկա դեմքին։ Նա կրակի պես այրվում է, փաստեց Բեատրիսը։ Եվ տեսքից դատելով, ջրազրկված է ու թերսնված։ Սա մանկական արտակարգ իրավիճակ է։ Ճիշտ այդպես, ասաց Մավրիկը, հայացքը հառած Վիգենին։ Արտակարգ իրավիճակ, որը պետք է հիմա լուծվի։ Բեատրիսը խորը շունչ քաշեց։ Նա շատ լավ գիտեր, թե ինչպես են գործերն ընթանում այդ հիվանդանոցում։ Գիտեր չգրված քաղաքականությունները, վերից եկող հրամանները, ստելուկ թե ով կարող է սպասարկվել, ով ոչ, մշտական ճնշումը, պահպանելու բացառիկության իմիջը։ Եվ նա հոգնել էր այդ հոսանքին դեմ պայքարելուց։ Վիգեն, ասաց նա, չափելով բառերը, եթե այս երեխան մահանա, որովհետև չի սպասարկվել, դա հսկայական իրավական խնդիր կստեղծի հիվանդանոցի համար։ Կարծում եմ, մենք պետք է գոնե կայունացնենք նրա վիճակը։ Բայց մինչ Վիգենը կհասցներ պատասխանել, միջանցքով հնչեց մի սուր ձայն։ Ինչ սատանա է կատարվում այստեղ։ Բոլորը շրջվեցին։ Միջանցքով արագ քայլերով զայրացած արտահայտությամբ գալիս էր դոկտորը Ենրիկ Մելքոնյանը, Նաիրի բժշկական կենտրոնի վարչական տնօրենը։ Նա 52 տարեկան էր, տարիքի համեմատ ամբողջովին ճերմակած մազերով, անթերի բրենթային կոստյումով, իտալական կոշիկներով, որոնք փայլում էին լյումինեսցենտային լույսերի տակ։ Նա հայտնի էր հիվանդանոցը երկաթե ձեռքով ղեկավարելով, միշտ կենտրոնացած թվերի շահութաբերության վրա պահպանելով գերազանցության այն չափանիշը, որը գրավում էր Երանի ամենահարուստ հաճախորդներին։ Դոկտոր Հենրիկին կանչել էր Յուլիանան, որը խուճապի մեջ զեկուցել էր սրահի իրավիճակի մասին։
Նա անմիջապես բարձրացել էր վեր, ոչ թե երեխային օգնելու, այլ զսպելու այն, ինչը նա համարում էր իմիջային խնդիր։ Նա կանգնեց Մավրիկի դիմաց, նրան նայելով վատ քողարկված արհամարհանքով։ «Դուք եք բերել այս երեխային», հարցրեց նա Կամիլայի վրա ցույց տալով մի ժեստով, որն ավելի շատ առարկա էր մատնանշում, քան մարդ։ «Այո», պատասխանեց Մավրիկը, վտանգավոր հանգիստ ձայնով։ «Ապա ստիպված կլինեք անմիջապես նրան տանել», ասաց դոկտոր Հենրիկը։ «Այս հիվանդանոցը խիստ կանոններ ունի։ Մենք չենք սպասարկում։ Առանց փաստաթղթերի, առանց վճարման երաշխիքների, առանց համապատասխան ընթացակարգերի։ Դուք խանգարում եք բժշկական շտապ օգնության բաժանմունքի աշխատանքին, որը սպասարկում է կանոնավոր հիվանդների»։ Մավրիկը խորը նայեց տնօրենի աչքերին։ «Կանոնավոր հիվանդներ», կրկնեց նա։ «Այդպես եք դուք անվանում այն մարդկանց, ովքեր կարող են վճարել։ Մենք նրանց անվանում ենք հիվանդներ, որոնք հետում են մեր արձանագրություններին», պատասխանեց դոկտոր Հենրիկը, համբերությունն արդեն սպառված։ «Հիմա, ես հստակ կլինեմ, պարոն։ Կամ դուք կամավոր դուրս եք գալիս այս երեխայի հետ, կամ ես կանչում եմ ոստիկանություն, դուք դուրս եք գալիս ձեռնաշղթաներով։ Ընտրությունը ձերն է»։ Նունեն չկարողացավ զսպել իրեն։ «Բայց դոկտոր, նա շատ վատ է զգում։ Նայեք ջերմությանը, նայեք նրա վիճակին։ Բուժքույր, դուք դուրս եք գալիս ձեր իրավասությունների շրջանակից», կտրեց դոկտոր Հենրիկը։ «Վերադարձեք ձեր պոստին»։ Բեատրիսը վերջին փորձն արեց։ «Դոկտոր Հենրիկ, որպես սոցիալական աշխատող, ես պետք է արձանագրեմ, որ եթե այս երեխան չսպասարկվի ինչ-որ լուրջ բան պատահի, հիվանդանոցը կարող է պատասխանատվություն կրել օգնություն չցուցաբերելու համար։ Մենք օգնություն չենք մերժում, մենք հետում ենք արձանագրություններին», հակադարձեց տնօրենը։ «Այստեղից 3 կիլոմետրից էլ քիչ հեռավորության վրա կան պետական հիվանդանոցներ, որոնք կարող են սպասարկել այս տեսակի իրավիճակներ։ Սա մեր պացիենտի տեսակը չէ»։ Մավրիկը լսեց այդ ամենը, զգաց, որ իր ներսում ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց։ Նա իրական ժամանակում ականատես էր լինում, թե ինչպես է իր սեփական հիվանդանոցը մահամերձ երեխային վերածում վարչական խնդրի։ Տեսնում էր աշխատակիցների, որոնք երդվել էին կյանքեր փրկել, բայց թղթաբանությունը վեր էին դասում իրական արտակարգ իրավիճակից։ Տեսնում էր այն հաստատությունը, որը նա այդքան ջանքով կառուցել էր, բացահայտվում էր որպես սառնության դաժանության հրեշ։ Նա կարող էր այդ պահին բացահայտվել։ Կարող էր ասել, թե ով է։ Կարող էր օգտագործել իր սեփականատիրոջ իշխանությունը, վերջ տալու այդ անհեթեթ վեճին։ Բայց նրա մի մասը պետք է տեսներ, թե մինչ ուր կհասնի այս ամենը։ Պետք է հասկանար այն փտացության խորությունը, որը տիրել էր այդ վայրին։ «Որքան արժե», հանկարծ հարցրեց Մավրիկը։ «Ինչ», դոկտոր Հենրիկը խոժոռվեց։ «Որքան արժե սպասարկել այս երեխային։ Որքան է պետք հիվանդանոցին նրան բուժելու համար»։ Դոկտոր Հենրիկը դեմքը ծամացրեց։ «Խնդիրը գումարի մեջ չէ, պարոն։ Խնդիրն արձանագրությունների, փաստաթղթերի, իրավական պատասխանատվության մեջ է։ Ես հարցնում եմ, թե որքան արժե», պնդեց Մավրիկը։ «Ինձ մի թիվ ասեք»։ Տնօրենը հոգոց հանեց, կարծես համար երեխայի հետ գործ ունենար։ «Տեսեք, մանկական արտակարգ իրավիճակի համար, հետազոտություններով, հնարավոր հոսպիտալացմամբ, դեղորայքով, խոսքը գնում է առնվազն $50,000 մասին։ Բայց դա նույնիսկ հիմնական հարցը չէ»։ Մավրիկը դանդաղ գլխով արեց։ «Վերցրեք ձեր հեռախոսը, բացեք բանկի հավելվածը»։ «Ինչ», դոկտոր Հենրիկն այժմ իսկապես շփոթված էր։ «Բացեք բանկի հավելվածը», կրկնեց Մավրիկը։ «Ձեզ պետք կգան հիվանդանոցի հիմնական ընթացիկ հաշվի տվյալները, փոխանցում ստանալու համար։ Պարոն, կարծում եմ, դուք չեք հասկանում։ Սա միայն փողի արծ չէ»։ Այդպես, Մավրիկը գլուխը թեքեց։ «Ապա բացատրեք, թե ինչ է։ Որովհետև, որքան ես հասկացա, դուք պատրաստ եք թողնել, որ մի երեխա մահանա, որովհետև նա փաստաթղթեր փող չունի։ Հիմա ես առաջարկում եմ փողը։ Այսպիսով, ո՞րն է իրական խնդիրը»։ Դոկտոր Հենրիկը բերանը բացեց, փակեց, նորից բացեց։ Նա սովոր չէր, որ իրեն այդպես հակադարձեին։ Հատկապես ոչ մեկը, ով կարծես թե սովորական, անմիջոց քաղաքացի էր։ «Դա չի լուծում փաստաթղթերի, պատասխանատուների թույլտվության հարցը», սկսեց նա։ Մավրիկը նրան ընդհատեց։ «Վերցրեք հեռախոսը։ Բացեք հավելվածը։
Տվեք ինձ հաշվի տվյալները։ Հիմա։ Նրա ձայնի մեջ մի բան կար, մի բացարձակ հրաման, մի ուժ, որը ստիպեց դոկտոր Հենրիկին, հակառակ իր բոլոր բնազդներին, գրպանից հանել հեռախոսը։ Մի փոքր դողացող մատներով նա բացեց բանկի հավելվածը, մուտք գործեց հիվանդանոցի գրանցման տվյալները։ Ո՞րն է բանկի անունը մասնաճյուղը, հարցրեց Մավրիկը։ Դոկտոր Հենրիկը հայտնեց տվյալները, դեռ լիովին չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Մավրիկը, Կամիլլան դեռ գրկին, կարողացավ մի ձեռքով գրպանից հանել իր հեռախոսը։ Բացեց իր բանկի հավելվածը, մուտքագրեց տնօրենի տված տվյալները։ 50,000 ներգնահատականը, հարցրեց Մավրիկը։ Այո, բայց պարոն, դուք պարտավոր չեք դա անել, մենք այլ ուղիներ ունենք, կարող ենք նրան ուղղորդել պետական հիվանդանոց, որը փորձեց դոկտոր Հենրիկը։ Մավրիկը չէր լսում։ Նրա մատները սահում էին հեռախոսի էկրանով։ Բայց նա 50,000 չմուտքագրեց։ Նա մուտքագրեց շատ ավելի մեծ թիվ։ $2 միլիոն։ Եվ սեղմեց հաստատել կոճակը։ Համակարգը մշակեց փոխանցումը։ Վայրկյանների ընթացքում դոկտոր Հենրիկի հեռախոսը թրթռաց ծանուցումից։ Նա նայեց էկրանին, տեսանելիորեն գունատվեց։ $2 միլիոն փոխանցում հենց նոր նստել էր հիվանդանոցի հաշվին։ Որտեղից կակազեց տնօրենը, հեռախոսից Մավրիկին նայելով լայն բացված աչքերով։ Մավրիկը, ջերմությունից այրվող Կամիլլան գրկին, սառը հայացքով նայեց դոկտոր Հենրիկին։ Հիմա բավարար փող կա։ Բավարար փաստաթղթեր կան։ Թե էլի մի արդարացում կհորինեք, թույլ տալու, որ 5 տարեկան երեխան մահանա ձեր հիվանդանոցի հատակին։ Ամբողջ միջանցքում բացարձակ լռություն էր տիրում։ Նունեն բաց բերանով նայում էր։ Բեատրիսը շունչը պահել էր։ Վիգենը կարծես արձան դարձած լիներ։ Իսկ դոկտոր Հենրիկը նայում էր այդ պարզ հագուստով տղամարդուն, կարծես ուրվական տեսներ։ Ով եք դուք, հազիվ կարողացավ հարցնել։ Մավրիկը մի քայլ առաջ արեց, դոկտոր Հենրիկը բնազդաբար հետ քաշվեց։ Ես մեկն եմ, ով հենց նոր $2 միլիոն վճարեց, որպեսզի դուք անեք այն աշխատանքը, որը պետք է անվճար անեիք։ Ես մեկն եմ, ով գրկին պահում է մի երեխայի, որը կարող է ցանկացած վայրկյան մահանալ, մինչ դուք արձանագրություններ եք քննարկում։ Եվ ես մեկն եմ, ով վերջին հրամանն է տալիս, փրկեք այս երեխային։ Հիմա։ Նրա ձայնը հնչեց միջանցքում մի իշխանությամբ, որը քննարկման տեղ չէր թողնում։ Դոկտոր Հենրիկը շոկի մեջ էր, բայց նա տարիներ շարունակ գոյատել էր հիվանդանոցային կառավարման մեջ, լինելով ամենից առաջ պրագմատիկ։ Եվ մի մարդ, որը հենց նոր $2 միլիոն էր փոխանցել, կարծես դա ոչինչ լիներ, ակնհայտորեն սովորական քաղաքացի չէր։ Նա հզոր մեկն էր։ Շատ հզոր։ Եվ պոտենցիալ շատ։ Վտանգավոր, հակառակվելու համար։ Նա շրջվեց դեպի Նունեն։ Տար երեխային շտապօգնության սենյակ։ Անմիջապես կանչիր դոկտոր Կարապետյանին։ Նունեն երկրորդ անգամ լսելու կարիք չուներ։ Նա ժեստ արեց Մավրիկին։ Եկեք ինձ հետ, պարոն։ Մենք կհոգանք նրա մասին։ Մավրիկը հետեց բուժքրոջը, անցնելով դոկտոր Հենրիկի կողքով, առանց նրան նայելու։ Բեատրիսը գնաց նրանց հետից, բնազդաբար ցանկանալով օգնել։ Վիգենը մնաց հետում, դեռ մարսելով այն, ինչի ականատեսն էր հենց նոր եղել։ Շտապօգնության սենյակում Մավրիկը վերջապես Կամիլլային դրեց սպիտակ, մաքուր սավաններով պատգարակի վրա։ Աղջիկը մոմի պես գունատ էր, շուրթերը կապտած, շնչառությունը մակերեսային։ Նունեն անմիջապես սկսեց աշխատել, ստուգելով կենսական ցուցանիշները, ջերմաչափ դնելով։ Բեատրիսը ծածկոցներ բերեց, սկսեց տեղեկություններ գրառել։ Ջերմությունը 39,5, հայտարարեց Նունեն։ Ճնշումը ցածր։ Սրտի զարկերի հաճախականությունը արագացած։ Նա կրիտիկական վիճակում է։ Սենյակի դուռը բացվեց, ներս մտավ մոտ 60 տարեկան մի տղամարդ, ամբողջովին ճերմակած մազերով։ Բարակ շրջանակով ակնոցներով, անթերի խալաթով, վզին կախված ստետոսկոպով։ Դոկտոր Պողոս Կարապետյանը հիվանդանոցի ամենափորձառու մանկական վիրաբույժն էր, 40 տարվա մասնագիտական փորձով։ Նա ամեն ինչ տեսել էր, հարյուրավոր կյանքեր փրկել, բայց դեռ պահպանում էր այն փայլն աչքերում, որը բնորոշ է նրան, ով անկեղծորեն մտահոգվում է յուրաքանչյուր հիվանդի համար։ Նա մոտեցավ պատգարակին, սկսեց զննել Կամիլլային փորձառու նուրբ ձեռքերով։
Եթե դուք լինեիք Մավրիկի տեղում, կկատարեիք 2 միլիոնի փոխանցումը, թե այլ կերպ կվարվեիք։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։ Դոկտոր Կարապետյանը նրբորեն շոշափեց Կամիլայի որովայնը, աղջիկը, նույնիսկ անգիտակից վիճակում, տնքած ցավից։ Նա խոժոռվեց, շարունակեց զննումը, սեղմեց փորի տարբեր հատվածներ։ Նրա դեմքն ավելի ու ավելի էր լրջանում։ Որքան ժամանակ է նա այս վիճակում, հարցրեց նա, աչքերը չկտրելով հիվանդից։ Չգիտենք, պատասխանեց Նունեն։ Նա ուշաթափված է եկել։ Դոկտոր Կարապետյանը վերցրեց ստետոսկոպը, լսեց սրտի զարկերը, շնչառությունը։ Նայեց չորացած մաշկին, քրոնիկ թե ռսնուցման նշաններին։ Լապտեր խնդրեց, զննեց բիբերը։ Մեզ շտապ արյան անալիզներ են պետք, ընդհանուր երիկամների ֆունկցիա, էլեկտրոլիտներ, արագ ասաց նա։ Եվ ես հիմա որովայնի ուլտրաձայնային հետազոտություն եմ ուզում։ Ոչ թե 10 րոպեից, այլ հիմա։ Նունեն դուրս վազեց, կազմակերպելու։ Դոկտոր Կարապետյանը շարունակեց զննումը, այժմ կենտրոնանալով այն կետի վրա, որտեղ Կամիլան ամենաշատ ցավն էր ցուցաբերում։ Որդանման ելունի բորբոք է, հարցրեց Մավրիկը, ձայնը խռպոտ անհանգստությունից։ Դոկտոր Կարապետյանը առաջին անգամ նայեց նրան։ Տեսավ միջին տարիքի, պարզ հագուստով, տառապանքից կնճռոտված դեմքով մի տղամարդու, որը բռնել էր մի երեխայի թից, ով ակնհայտորեն իր կենսաբանական դուստրը չէր։ Շատ հավանական է, պատասխանեց բժիշկը։ Եվ ըստ պատկերի, մի որդանման ելունի բորբոքում, որն արդեն զարգացած փուլում է, հնարավոր էր թափածակված։ Դուք հա իրն եք։ Ոչ, ասաց Մավրիկը։ Նրան գտա հիվանդանոցում։ Նրան դուրս էին անում։ Դոկտոր Կարապետյանը հոնքերը բարձրացրեց, բայց չմեկնաբանեց։ Վերադարձավ իր ուշադրությունը Կամիլային։ Ուլտրաձայնային հետազոտության մասնագետը վազելով ներս մտավ շարժական սարքավորումով։ Դոկտոր Կարապետյանը սառը գելը քսեց Կամիլայի ուռած փորիկին, անցկացրեց տվիչը, ուշադիր հետելով էկրանին հայտնվող պատկերներին։ Նրա դեմքն էլ ավելի մռայլվեց։ Թափածակված որդանման ելունի բորբոքումը հաստատված է, ասաց նա լրջորեն։ Որովայնի խոռոչում ազատ հեղուկ կա, պերիտոնիտի հստակ նշաններ։ Այս երեխային անհապաղ շտապ վիրահատություն է անհրաժեշտ։ Ամեն անցնող րոպեն մեծացնում է սեպսիսի ռիսկը։ Մավրիկը զգաց, թե ինչպես է հողը փախչում իր ոտքերի տակից։ Պերիտոնիտ։ Սեպսիս։ Նա ճանաչում էր այդ բառերը։ Գիտեր, որ դրանք նշանակում են մահվան անմիջական վտանգ։ Գիտեր, որ ամեն կորցրած վայրկյանը կարող է լինել տարբերությունը կյանքի մահվան միջ։ Ապա վիրահատեք, ասաց նա, ձայնը հնչելով հրատապ հրամանի պես։ Հիմա։ Դոկտոր Կարապետյանը գլխով արեց։ Նունե, պատրաստիր վիրահատարանը, բարձրագույն առաջնահերթություն։ Ես ուզում եմ լավագույն հասանելի թիմը, մանկական անզգայացնող, փորձառու գործիքավորող։ Եվ ինձ շտապ պետք է այս երեխայի արյա։ Ն խումբը։ Բուժքույրը դուրս վազեց, արդեն խոսելով ռադիոկապով։ Շտապօգնության սենյակը վերածվեց մրջնանոցի։ Բուժակներ եկան Կամիլայից արյուն վերցնելու անալիզների համար։ Մեկ այլ բուժեղբայր սկսեց երակային կաթետեր տեղադրել, հիդրատացիայի դեղորայքի համար։ Բեատրիսը, սոցիալական աշխատողը, մնաց այնտեղ, գրառումներ անելով, ամեն ինչին հետելով։ Դոկտոր Կարապետյանը շրջվեց դեպի Մավրիկը։ Պարոն, ինձ ստորագրված վիրահատական թույլտվություն է պետք։ Դուք այս երեխայի օրինական խնամակալն եք։ Մավրիկն առաջին անգամ վարանեց։ Ոչ։ Ես նույնիսկ նրա անունը չգիտեմ։ Ապա տեխնիկապես ես չեմ կարող վիրահատել առանց օրինական պատասխանատուների թույլտվության, ասաց դոկտոր Կարապետյանը, բայց նրա դեմքին ակնհայտ պայքար կար։ Նա նայեց Կամիլային, այն փխրուն մարմնին, որը մահանում էր։ Որպես բժիշկ, ես գիտեմ, որ նրան այս վիրահատությունը հիմա է պետք։ Որպես համակարգի ներսում մասնագետ, իմ ձեռքերը կապված են առանց փաստաթղթերի։ Մավրիկը զգաց, որ զայրույթը նորից բարձրանում է, բայց ի տարբերություն մյուս անգամների, այն ուղղված չէր բժշկին։ Այն ուղղված էր ամբողջ համակարգին, բյուրոկրատական մեքենային, որը թղթերը վեր էր դասում կյանքերից։ Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը, ասաց Մավրիկը։ Կստորագրեմ այն, ինչ անհրաժեշտ է։ Բայց այս երեխան չի մահանա, սպասելով բյուրոկրատիային։
Դոկտոր Կարապետյանը խորը նայեց նրա աչքերին, տեսավ մի բան, որը ճանաչեց, մի մարդ, որը հուսահատորեն փորձում է փրկել երեխայի, ինչ գնով էլ լինի։ Նա արդեն տեսել էր այդ հայացքը, հուսահատության եզրին գտնվող ծնողների դեմքերին։ Լավ, ասաց բժիշկը, կայացնելով մի որոշում, որը կարող էր արժենալ իր կարիերան։ Ես կվիրահատեմ։ Պատասխանատվությունն իմն է, ձերը։ Բեատրիս, կազմակերպիր արտակարգ իրավիճակի փաստաթղթերը։ Այդ պահին դոկտոր Հենրիկը մտավ շտապօգնության սենյակ։ Նրա դեմքը դեռ գունատ էր միլիոնանոց փոխանցման շոկից, բայց նա վերականգնել էր իր ինքնատիրապետման մի մասը։ Դոկտոր Կարապետյան, մենք պետք է խոսենք իրավական ասպեկտների մասին, սկսեց նա։ Ոչ հիմա, կտրեց վիրաբույժը, աչքերը չկտրելով Կամիլլայից։ Ես շտապ վիրահատություն ունեմ անելու։ Բայց թույլդ։ Վության հարցը, պնդեց դոկտոր Հենրիկը։ Դոկտոր Կարապետյանը վերջապես նայեց նրան, նրա աչքերում մի սառնություն կար, որը տնօրենը երբեք չէր տեսել։ Հենրիկ, մենք երկուսս էլ գիտենք, որ այս երեխան քիչ մնաց մահանար մեր հիվանդանոցի դռան մոտ։ Նրան նվաստացրել են, դուրս են արել, մերժել են սպասարկել, մինչ նա օգնություն էր աղերսում։ Հիմա նա ունի թափածակված որդանման ելունի բորբոքում, որը կարող է սպանել նրան։ Այնպես որ, ես շատ հստակ կլինեմ։ Ես կմտնեմ այն վիրահատարանը, կփրկեմ նրա կյանքը։ Եթե հետո ուզում ես ինձ դատի տալ, դատի տուր։ Եթե ուզում ես ինձ աշխատանքից ազատել, ազատիր։ Բայց դու ինձ չես խանգարի անել այն, ինչ երդվել եմ անել, երբ ավարտել եմ բժշկականը։ Հաջորդած լռությունը խիտ էր։ Նունեն վազելով վերադարձավ։ Վիրահատարանը պատրաստ է, դոկտոր։ Թիմը հավաքված է։ Կարող ենք նրան հիմա տանել։ Դոկտոր Կարապետյանը ժեստ արեց, երկու բուժակ սկսեցին հրել Կամիլլայի պատգարակը։ Մավրիկը բնազդաբար հետեց, բայց դոկտոր Կարապետյանը ձեռքը դրեց նրա ուսին։ Դուք չեք կարող մտնել վիրահատարան, ասաց նա, բայց մեղմ տոնով։ Բայց ես խոստանում եմ, որ կանեմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է, այս աղջկան փրկելու համար։ Դուք ունեք իմ խոսքը։ Մավրիկը գլխով արեց, անկարող խոսելու։ Նա տեսավ, թե ինչպես են պատգարակը հրում միջանցքով, տեսավ Կամիլլայի փոքրիկ ու անպաշտպան մարմինը անհետանում վիրահատարանի երկփեղկ դռների հետում։ Եվ հանկարծ նա միայնակ մնաց միջանցքում, կրծքում մի հսկայական դատարկությամբ։ Բեատրիսը մոտեցավ նրան։ Պարոն, եկեք ինձ հետ։ Գ. Անք, սպասասրահ։ Եվ ինձ որոշ տեղեկություններ են պետք երեխայի մասին։ Մավրիկը նրան հետեց ավտոմատ կերպով։ Սպասասրահը փոքր էր, բայց հարմարավետ փափուկ բազկաթոռներով, անկյունում հեռուստացույցով, սուրճի սեղանիկի վրա դրված ամսագրերով։ Կար սուրճի ապարատ, ջրի ցայտաղբյուր։ Բեատրիսը ցույց տվեց մի բազկաթոռ, Մավրիկը նստեց, հանկարծ զգալով հյուծվածության ծանրությունը։ Սոցիալական աշխատողը աթոռ քաշեց, նստեց նրա դիմաց, ծնկներին թղթապանակ։ Նախ, ես պետք է իմանամ ձեր անունը, ասաց նա, մասնագիտական, բայց ոչ ամբարյացակամ ձայնով։ Մավրիկ Անդրանիկյան, պատասխանեց նա, առաջին անգամ ներկայանալով։ Բեատրիսը գրառեց։ Իսկ երեխան։ Դուք նրա անունը գիտեք։ Ոչ։ Ես ոչինչ չգիտեմ նրա մասին։ Տեսավ, թե ինչպես են նրան վատ վերաբերվում սրահում, նա ուշաթափվեց, ես նրան բերեցի։ Բեատրիսը ուսումնասիրեց նրա դեմքը։ Դուք $2 միլիոն փոխանցում եք կատարել, բուժելու մի երեխայի, որին նույնիսկ չեք ճանաչում։ Դա շատ անսովոր է։ Մավրիկը ձեռքը տարավ հոգնած դեմքին։ Ես ունեի դուստր։ Իզաբելլա։ Նա մահացավ 4 տարեկանում։ Մենինգիտից։ Երբ տեսա այդ աղջկան, որին այդպես էին վերաբերվում, դուրս էին անում, մինչ նա օգնություն էր խնդրում, ես չկարողացա անտարբեր մնալ։ Բեատրիսը դանդաղ գլխով արեց, հասկանալով։ Ցավակցում եմ ձեր կորստի համար։ Եվ հիանում եմ նրանով, ինչ արեցիք։ Շատերը պարզապես կանցնեին կողքով։ Մավրիկը դառը ծիծաղեց։ Ես այս հիվանդանոցի սեփականատերն եմ, Բեատրիս։ Կամ գոնե պետք է լինեի։ Բայց կարծես կորցրել եմ վերահսկողությունն այն բանի նկատմամբ, ինչի է այն վերածվել։ Բեատրիսը թարթեց աչքերը, մարսելով տեղեկությունը։ Դուք սեփականատերն եք։ Մավրիկ Անդրանիկյանը։ Սպասեք, Մավրիկ Անդրանիկյանը։ Անդրանիկյան առողջություն խմբից։
Այո, հաստատեց նա, չափազանց հոգնած դիմակը պահելու համար։ Բեատրիսը երկար պահ լուռ մնաց։ Հետո խորը հոգոց հանեց։ Պարոն Անդրանիկյան, ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Այն, ինչ այսօր պատահեց այս երեխայի հետ, եզակի դեպք չէր։ Մավրիկը հայացքը բարձրացրեց դեպի նա։ Շարունակեք։ Բեատրիսը նայեց դռանը, կարծես ստուգելով, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է լսել իրենց, հետո իջեց։ Ռեց ձայնը։ Ես այստեղ աշխատում եմ 12 տարի։ Սկսել եմ, երբ հիվանդանոցը դեռ այլ մշակույթ ուներ, երբ իրոք մտահոգվում էր բոլոր մարդկանց լավ սպասարկելու մասին։ Բայց վերջին 5 տարիներին, հատկապես այն բանից հետո, երբ դոկտոր Հենրիկը ստանձնեց վարչական տնօրինությունը, ամեն ինչ փոխվեց։ Նա ներդրեց մի փիլիսոփայություն, որն ամեն ինչից վեր դասում էր շահութաբերությունը։ Ստեղծեց եկամտաբերության չափորոշիչներ յուրաքանչյուր հիվանդի համար, սահմանեց իդեալական հաճախորդների պրոֆիլներ, սկսեց ճնշում գործադրել անձնակազմի վրա, ստելու, թե ում են սպասարկում։ Ինչպես ստել, հարցրեց Մավրիկը, զգալով զայրույթի վերադարձը։ Տարբեր ձերով, բացատրեց Բեատրիսը։ Դիտավորյալ ձգձգումներ այն մարդկանց սպասարկման մեջ, ովքեր կարծես թե վճարելու հնարավորություն չունեին։ Փաստաթղթերի չափազանցված պահանջներ։ Առաջարկներ, որ փնտրեն պետական հիվանդանոցներ։ Ընդունարանի աշխատակցուհին, որն այսօր նվաստացրեց երեխային, նա նոր է, բայց նրան սովորեցրել են այդպես վարվել։ Պաշտպանելու հիվանդանոցի ստանդարտը։ Մավրիկը բռունցքները սեղմ։ Էց։ Եվ ոչ ոք երբեք չի զեկուցել այդ մասին։ Բեատրիսը տխուր ժպտաց։ Ես փորձել եմ։ Մի քանի անգամ։ Զեկույցներ եմ գրել, հանդիպումներ եմ խնդրել, խնդրահարույց դեպքեր եմ նշել։ Բայց միշտ նույն պատասխանն էր գալիս, որ պետք է կենտրոնանալ արձանագրությունների վրա, որ հիվանդանոցը սպասարկման որոշակի պրոֆիլ ունի, որ վարչական որոշումները իմ իրավասության տակ չեն։ Երկու սոցիալական աշխատող, որոնք ինձ հետ էին աշխատում, ազատվեցին աշխատանքից շատ համառ լինելուց հետո։ Ես սովորեցի ընտրել իմ մարտերը։ Քանի երեխա, հարցրեց Մավրիկը, ձայնը խռպոտ, քանի երեխա է հետ ուղարկվել։ Բեատրիսը նայեց իր ձեռքերին։ Ճշգրիտ թիվը չգիտեմ, բայց գիտեմ, որ մեկից ավելի անգամ է պատահել։ Ոչ միշտ երեխաներ, երբեմն տարեցներ, աշխատավորներ, անօթան մարդիկ։ Ցանկացած մեկը, ով չէր համապատասխանում պրոֆիլին, հուսահատեցվում էր այստեղ օգնություն փնտրելուց։ Մավրիկը վեր կացավ, սկսեց այս ու այն կողմ քայլել փոքր սենյակում։ Նրա միտքը եռում էր։ Նա կառուցել էր այդ հիվանդանոցը, առողջապահության ոլորտում գերազանցություն առաջարկելու գաղափարով։ Յո, դա մասնավոր, թանկարժեք հիվանդանոց էր, կենտրոնացած նրանց վրա, ովքեր կարող էին վճարել պրեմիում սպասարկման համար։ Բայց երբեք նրա մտադրությունը չէր եղել ստեղծել մի վայր, որը կմերժեր իրական արտակարգ իրավիճակները, որը մարդկանց կվերաբերվեր որպես հեռացման ենթակա խնդիրների։ Ինձ անուններ են պետք, ասաց Մավրիկը։ Պետք է ճշգրիտ իմանամ, թե ով է ներդրել այս քաղաքականությունները, ով է սովորեցրել աշխատակիցներին այդպես վարվել, ով է կայացրել այս որոշումները։ Բեատրիսը վարանեց։ Պարոն Անդրանիկյան, ես հասկանում եմ ձեր զայրույթը, բայց պետք է հասկանաք, որ շատ աշխատակիցներ պարզապես հրամաններ էին կատարում։ Վախենում էին կորցնել իրենց աշխատանքը։ Աշխատավարձի կարիք ունեն, իրենց ընտանիքները պահելու համար։ Ես հետաքրքրված չեմ պատժել նրանց, ովքեր պարզապես փորձում էին գոյատել, պարզաբանեց Մավրիկը։ Ես հետաքրքրված եմ նրանցով, ովքեր ստեղծել են այս փտած համակարգը։ Եվ ես կսկսեմ վերից։ Այդ պահին սպասասրահի դուռը բացվեց, պարոն Վալերը ավելի տարեց անվտանգության աշխատակիցը, վարանոտ ներս մտավ։ Նա դե։ Սավ Մավրիկին կանգ առավ, ակնհայտորեն անհարմար զգալով։ Պարոն, սկսեց նա, ձայնը խեղդված, ես ուզում էի ներողություն խնդրել։ Իմ արածի համար։ Այն ձի համար, որով վարվեցի աղջկա հետ։ Ես նրա տարիքի թոռներ ունեմ, ես պետք է այլ կերպ վարվեի։ Մավրիկը նայեց տղամարդուն, տեսավ անկեղծ զղջում նրա դեմքին։ Դուք հրամաններ էիք կատարում։ Այո, հաստատեց Վալերը։ Բայց դա իմ մեղքը չի թեթացնում։ Ես գիտեի, որ սխալ եմ։ Զգում էի։ Բայց վախեցա կորցնել աշխատանքս, չկարողանալ հաշիվներս վճարել։ Եվ հիմա մտածում եմ, իսկ եթե իմ թոռնիկը լիներ։
Իսկ եթե իմ երեխաներից մեկին այդպես վերաբերվեին։ Մավրիկը մոտեցավ անվտանգության աշխատակցին։ Քանի անգամ եք հրաման ստացել դուրս անել մարդկանց, որոնք օգնություն էին փնտրում։ Վալերը աչքերը իջեցրեց։ Շատ։ Վերջին տարիներին դա գրեթե սովորական է դարձել։ Մենք հրահանգ ենք ստանում անվտանգության ղեկավարությունից, որը ստանում է վարչական բաժնից, որ դուրս պահենք ցանկացած մեկին, ով կարող է վնասել հիվանդանոցի իմիջը։ Իսկ եթե հրաժարվեիք։ Տեսել եմ, թե ինչպես են գործն։ Գերներիս ազատում չհնազանդվելու համար, ասաց Վալերը։ Մի երիտասարդ 2 տարի առաջ հրաժարվեց հեռացնել մի տարեց կնոջ, որը եկել էր օգնություն փնտրելու։ Նույն շաբաթ ազատվեց։ Դրանից հետո մենք սովորեցինք չվիճարկել։ Մավրիկը դանդաղ գլխով արեց։ Պարոն Վալեր, ձեզ չեն ազատի։ Բայց ես պետք է, որ դուք ինձ պատմեք այն ամենը, ինչ գիտեք։ Բոլոր դեպքերը, որոնց ականատես եք եղել։ Բոլոր հրամանները, որոնք ստացել եք։ Կարող եք դա անել։ Վալերը հայացքը բարձրացրեց, զարմացած։ Կարող եմ, պարոն։ Այո, կարող եմ։ Դուռը նորից բացվեց, Նունեն ներս մտավ։ Նա նայեց Մավրիկին մեղմ արտահայտությամբ։ Վիրահատությունը սկսվեց, տեղեկացրեց նա։ Դոկտոր Կարապետյանը խնդրեց, որ ձեզ տեղյակ պահեմ։ Պետք է 2-ից 3 ժամ, կախված վարակի տարածվածությունից։ Նա ինչպես է, հարցրեց Մավրիկը։ Առայժմ կայուն, պատասխանեց Նունեն։ Անզգայացումը հաջող անցավ։ Հիմա պետք է սպասել։ Մավրիկը շնորհակալություն հայտնեց, Նունեն դուրս եկավ։ Նա նորից նստեց, հանկարծ զգալով այն ամենի ծանրությունը, ինչ տեղի էր ունեցել։ Նայեց պատիժա։ Մացույցին։ Ընդամենը 3 ժամ էր անցել, ինչ Կամիլլան անցել էր հիվանդանոցի դռներով։ 3 ժամ, որոնք թվում էին հավերժություն։ Բեատրիսը դեռ այնտեղ էր, նրան դիտելով։ Պարոն Անդրանիկյան, կարող եմ մի բան հարցնել։ Կարող եք։ Ինչ եք մտադիր անել։ Հիվանդանոցի հետ, նկատի ունեմ։ Այս ամենից հետո։ Մավրիկը խորը շունչ քաշեց։ Ես այն 0-ից կվերակառուցեմ։ Կազատեմ նրանց, ում պետք է ազատել։ Կփոխեմ յուրաքանչյուր քաղաքականություն, որը փողը վեր է դասում կյանքերից։ Եվ կերաշխավորեմ, որ ոչ մի երեխա, ոչ մի մարդ այլս երբեք չի վերաբերվի այնպես, ինչպես այդ աղջկան այսօր։ Իսկ դոկտոր Հենրիկը։ Նա դուրս է, ասաց Մավրիկը, առանց վարանելու։ Այս պահից սկսած։ Բեատրիսը գլխով արեց։ Ձեզ օգնություն պետք կգա։ Հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում այստեղ, պարզելու, թե ինչը պետք է փոխել։ Ես կարող եմ օգնել դրանում։ Եվ ես ճանաչում եմ այլ աշխատակիցների, որոնք նույնպես փոփոխություններ են ուզում տեսնել։ Բժիշկներ, բուժքույրեր, լավ մարդիկ, որոնք հոգնել են աշխատել մի համակարգում, որը հակասում է այն ամենի, ինչին իրենք հավատում են։ Մավրիկը նրան երախտագիտությամբ նայեց։ Ես ընդունում եմ ձեր օգնությունը։ Եվ դրա կարիքը կունենամ։ Հաջորդ ժամերն անցան մի տեսակ թմրության մեջ։ Մավրիկը մնաց սպասասրահում, անկարող հեռանալու, անկարող որևէ այլ բան անելու, քան սպասելը։ Բեատրիսը մի որոշ ժամանակ մնաց նրա հետ, հետո պետք է վերադառնար աշխատանքի, բայց խոստացավ վերադառնալ։ Պարոն Վալերը մի քանի անգամ անցավ, ջուր, սուրճ բերելով, լուռ ընկերակցություն առաջարկելով։ Մավրիկն օգտագործեց այդ ժամանակը մտածելու համար։ Մտածել Իզաբելլայի մասին, թե ինչպես էր նրա կորուստը ձավորել իր կայացրած յուրաքանչյուր որոշումը վերջին 17 տարիների ընթացքում։ Մտածել, թե ինչպես էր հեռացել հիվանդանոցների առօրյայից, վստահելով տնօրեններին, կառավարիչներին բիզնեսը վարել, մինչ ինքը կենտրոնացած էր ընդլայնման ներդրումների վրա։ Մտածել, թե ինչպես դա անելով թույլ էր տվել, որ իր հիվանդանոցների սիրտը պոկեն փոխարինեն աղյուսակներով ու թվերով։ Եվ մտածել Կամիլլայի մասին։ Այդ փոքրիկ, միայնակ, հիվանդ աղջկա մասին, որը քաջություն էր ունեցել։ Մտնել մի սարսափելի վայր, օգնություն խնդրելու։ Եվ նրան վերաբերվել էին աղբի պես։ Քիչ մնաց մահանար։ Դեռ կարող էր մահանալ։ Մավրիկը իրեն բռնեց լուր խոստում տալիս։ Եթե նա ողջ մնա, ինքն ավելին կանի, քան պարզապես հիվանդանոցը փոխելը։ Ավելին կանի, քան պարզապես նրա բուժման համար վճարելը։ Նա կհոգա նրա մասին։
Անձամբ։ Գերաշխավորի, որ նա այլս երբեք միայնակ չի մնա, այլս երբեք սոված չի մնա, այլս երբեք չի վերաբերվի այնպես, կարծես նա նշանակություն չունի։ Դա հսկայական խոստում էր։ Նա դա գիտեր։ Նույնիսկ չգիտեր, արդյոք աղջիկն ընտանիք ունի, արդյոք ինչ-որ մեկը փնտրում է նրան, արդյոք ինքը որը իրավունք կունենա միջամտելու նրա կյանքին։ Բայց այդ պահին, նստած այդ սպասասրահում, շուրջը հիվանդանոցի խլացված ձայներով, Մավրիկը գիտեր, որ դա մի խոստում էր, որը նա պետք է տար։ Վիրահատության սկսվելուց 2 ժամ 40 րոպե անց դուռը բացվեց, դոկտոր Կարապետյանը ներս մտավ։ Նա դեռ վիրահատական գլխարկով էր դիմակը կախված վզին, դեմքը հոգնած, բայց մի արտահայտությամբ, որը Մավրիկը չէր կարողանում լիովին վերծանել։ Մավրիկը միա նքամից ոտքի թռավ։ Նա ինչպե՞ս է։ Դոկտոր Կարապետյանը խորը շունչ քաշեց։ Դժվար վիրահատություն էր։ Շատ դժվար։ Որդանման ելունը ամբողջությամբ թափածակվել էր, որովայնի խոռոչում տարածված վարակ կար։ Ստիպված եղանք լայնածավալ լվացում կատարել, հեռացնել մեռուկացած հյուսվածքը, մաքրել ամբողջ տարածքը։ Նա շատ արյուն կորցրեց, արյան փոխներարկման կարիք եղավ։ Բայց նա ողջ է, հարցրեց Մավրիկը, սիրտը բաբախելով։ Դոկտոր Կարապետյանը գլխով արեց։ Ողջ է։ Կարողացանք վերահսկել վարակը, հեռացնել որդանման ելունը, կայունացնել վիճակը։ Նա հիմա վերականգնողական բաժանմունքում է, դեռ անզգայացման ազդեցության տակ։ Բայց պարոն Անդրանիկյան, ես պետք է անկեղծ լինեմ։ Հաջորդ 24 ժամը կրիտիկական է։ Կա սեպսիսի, հետվիրահատական բարդությունների ռիսկ։ Նա շատ թուլացած է, թերսնված, նրա մարմինը միաժամանակ մի քանի ճակատով է պայքարում։ Բայց նա շանս ունի, ասաց Մավրիկը։ Ողջ մնալու շանս ունի։ Ունի, հաստատեց դոկտոր Կարապետյանը։ Եվ մենք արեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր անել։ Հիմա ամեն ինչ կախված է նրանից, նրա ուժից։ Եվ նա պայքարող է, դա ես կարող եմ երաշխավորել։ Քիչ մեծահասակներ կդիմանային նրան, ինչին նա դիմացավ։ Մավրիկը զգաց, որ տարիներ շարունակ առաջին անգամ արցունքները լցվում են իր աչքերը։ Կարող եմ տեսնել նրան։ Նա կտեղափոխվի մանկական վերակենդանացման բաժանմունք, բացատրեց բժիշկը։ Կարող եք այնտեղ այցելել նրան, բայց ընդամենը մի քանի րոպեով։ Նրան բացարձակ հանգիստ է պետք։ Ես հասկանում եմ։ Շնորհակալ եմ, դոկտոր։ Շնորհակալ եմ նրան փրկելու համար։ Դոկտոր Կարապետյանը ձեռքը դրեց Մավրիկի ուսին։ Ես իմ աշխատանքն արեցի։ Այն, ինչ դուք արեցիք, նրան այստեղ բերելը, նրա համար պայքարելը, ահա թե ինչը փրկեց նրա կյանքը։ Եթե նրան այդ վիճակում ուղարկեին պետական հիվանդանոց, ողջ հարգանքովս պետական հաստատությունների նկատմամբ, որոնք հերոսական աշխատանք են կատարում սահմանափակ ռեսուրսներով, նա հավանաբար ժամանակին չէր հասնի։ Դուք փրկեցիք այդ աղջկան, պարոն Անդրանիկյան։ Մավրիկը չկարողացավ պատասխանել։ Պարզապես գլխով արեց։ 15 րոպե անց Մավրիկը կանգնած էր ապակե դռան առջ, որի վրա գրված էր մանկական վերակենդանացման բաժանմունք։ Մի բուժքույր նրան ուղեկցեց դեպի այն մահճակալը, որտեղ Կամիլլան էր։ Սենյակը փոքր էր, բայց հագեցած գերժամանակակից տեխնոլոգիաներով, մոնիտորներ, որոնք թարթում էին կենսական տվյալներով, ներարկման պոմպեր, որոնք կաթեցնում էին դեղորայք, մեխանիկական օդափոխիչ, որն օգնում էր աղջկա շնչառությանը։ Եվ այնտեղ, այն մահճակալին, որը չափազանց մեծ էր թվում նրա փոքրիկ մարմնի համար, Կամիլլան էր։ Նրա դեմքը դեռ գունատ էր, բայց այտերին մի թեթ կարմրություն կար, որը նախկինում չկար։ Նրա բերանից մի խողովակ էր դուրս գալիս, օգնելով նրան շնչել։ Լարերն ու զոնդերը նրա մարմինը միացնում էին սարքերին։ Նրա փոքրիկ ձեռքերը դրված էին սպիտակ սավանի վրա, այնքան փոքր, այնքան փխրուն։ Մավրիկը դանդաղ մոտեցավ, կարծես ցանկացած կտրուկ շարժում կարող էր կոտրել նրան։ Աթոռ քաշեց, նստեց մահճակալի կողքին։ Առանց շատ մտածելու, Կամիլլայի փոքրիկ ձեռքերից մեկը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Աղջկա մաշկը տաք էր, վերջապես առանց այն ջերմության, որը սպառում էր նրան։ Դու ուժեղ ես, շշնջաց նա։ Ավելի ուժեղ, քան շատ մարդիկ, որոնց ճանաչել է։ Դու կհաղթահարես սա։ Պետք է հաղթահարես։ Նա այնտեղ մնաց 20 րոպե, պարզապես բռնած նրա ձեռքը, հետելով նրա կրծքավանդակի բարձրանալ իջնելուն, սրտի մոնիտորների մշտական ազդանշանին։
Եվ Իզաբելլայի մահից ի վեր առաջին անգամ Մավրիկը թույլ տվեց իրեն զգալ այդ կապը, այն պաշտպանող սերը, որն առաջանում է, երբ նայում ես երեխայի, գիտես, որ ամեն ինչ կանեիր նրան անվտանգ պահելու համար։ Երբ դուրս եկավ վերակենդանացման բաժանմունքից, միջանցքում գտավ Բեատրիսին, որը սպասում էր։ Նա մենակ չէր։ Նրա կողքին մի ավելի երիտասարդ կին էր, գուցե 30-ն անց խալաթով, անվանակարտը նրան ներկայացնում էր որպես դոկտոր Ամանդա Մինասյան, մանկաբույժ։ Պարոն Անդրանիկյան, ասաց Բեատրիսը, սա դոկտոր Ամանդան է։ Նա այստեղ աշխատում է 6 տարի, որոշ կարևոր տեղեկություններ ունի աղջկա մասին։ Մավրիկը նայեց բժշկուհուն։ Ճանաչում եք նրան։ Անձամբ ոչ, պատասխանեց դոկտոր Ամանդան, բայց երբ իմացա դեպքի մասին, գնացի ստուգելու, թե արդյոք նրա մասին որ է գրառում կա։ Եվ մի բան հայտնաբերեցի։ 3 ամիս առաջ շատ նման նկարագրությամբ միա խճիկ բերվել էր մեր շտապօգնության բաժանմունք, քաղաքային ապաստարանի սոցիալական աշխատողի կողմից։ Նա շնչառական վարակ ուներ։ Նրան արագ սպասարկեցին, դեղորայք տվեցին, դուրս գրեցին։ Գրանցման մեջ անունը Կամիլլա Սարգսյան էր, 5 տարեկան, որ բնակվում էր հարավային թաղամասի հույսով տուն ապաստարանում։ Մավրիկը մարսեց տեղեկությունը։ Որբ բառը ծանրացավ նրա կրծքին։ Գիտեք, թե ինչ է պատահել ծնողների հետ, հարցրեց նա։ Դոկտոր Ամանդան ստուգեց իր գրառումները։ Ըստ ապաստարանի գրանցման, ծնողները մահացել են 4 ամիս առաջ Միասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարից։ Այլ հարազատներ չեն եղել։ Կամիլլան ուղարկվել է ինստիտուցիոնալ խնամքի համակարգ։ Իսկ ինչպես է նա հայտնվել փողոցում, հարցրեց Մավրիկը։ Բեատրիսը միջամտեց։ Ես զանգեցի ապաստարան։ Ըստ համակարգողի, Կամիլլան փախել է 3 շաբաթ առաջ։ Ասացին, որ նա դժվարությամբ էր հարմարվում, լացի նոպաներ, մղձավանջներ էր ունենում։ Մի գիշեր պարզապես ցատկել է պարսպից անհետացել։ Դեպքի մասին հայտարարություն են արել, բայց Երանում այդքան շատ անօթան երեխաներ կան, որ որոնումները սահմանափակ են եղել։ 3 շաբաթ փողոցում, մրմնջաց Մավրիկը։ 5 տարեկան երեխա։ Միայնակ։ Դոկտոր Ամանդան շարունակեց։ Ըստ նրա թերսնվածության ջրազրկման վիճակի, հավանական է, որ նա չի կարողացել պատշաճ կերպով սնվել։ Որդանման ելունի բորբոքումը կարող էր սկսվել մի քանի օր առաջ, բայց առանց որևէ մեկի, ով կհոգար նրա մասին, այն սրվել է մինչ այն կետը, որը մենք տեսանք այսօր։ Մավրիկը զգաց, որ զայրույթն ու տխրությունը խառնվում են իր ներսում։ Այդ երեխան կորցրել էր ամեն ինչ։ Ծնողներին, տունը, անվտանգությունը։ Նրան նետել էին մի համակարգ, որը չէր կարողացել պատշաճ կերպով ընդունել նրան։ Նա փախել էր հուսահատությունից։ Ապրել էր փողոցում, միայնակ, վախեցած, սոված։ Լուրջ հիվանդություն էր ձեռք բերել։ Եվ երբ վերջապես քաջություն էր հավաքել օգնություն խնդրելու, նրան նվաստացրել դուրս էին արել։ Դա անընդունելի էր։ Դա անմարդկային էր։ Եվ Մավրիկը պատրաստվում էր ինչ-որ բան անել այդ կապակցությամբ։ Նա շրջվեց դեպի Բեատրիսը։ Ես ուզում եմ, որ դուք սկսեք ժամանակավոր խնամակալության հնարավոր ու թյան ստուգման գործընթաց։ Մինչ Կամիլլան կապաքինվի, ես ուզում եմ երաշխավորել, որ նա օրինական պատասխանատու ունենա։ Եվ այդ պատասխանատուն ես եմ։ Բեատրիսը թարթեց աչքերը, զարմացած։ Պարոն Անդրանիկյան, դուք համոզված եք։ Դա բարդ գործընթաց է, կան գնահատումներ, հարցազրույցներ, տնային այցելություններ։ Ես բացարձակապես համոզված եմ, հաստատեց Մավրիկը։ Այս աղջիկը չի վերադառնա ապաստարան։ Չի վերադառնա փողոցներ։ Եվ, անշուշտ, այլս երբեք միայնակ չի մնա։ Բեատրիսը դանդաղ գլխով արեց, մի փոքր, բայց անկեղծ ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Ես կկազմակերպեմ։ Եվ, պարոն Անդրանիկյան, կարող եմ ասել, որ դա ձեր կողմից շատ գեղեցիկ քայլ է։ Մինչ այս ամենը տեղի էր ունենում, հիվանդանոցի մեկ այլ հատվածում դոկտոր Հենրիկն իր աշխատասենյակում էր, փորձելով հասկանալ, թե իրականում ինչ էր հենց նոր տեղի ունեցել։ Նա փնտրել էր Մավրիկ Անդրանիկյանի մասին հաստատել տեղեկությունը, նա իսկապես հիվանդանոցի սեփականատերն էր։ Միլիարդատեր ճգնավորը, որը հազվադեպ էր հայտնվում, որը ողջ կառավարումը պատվիրակում էր իր նման տնօրեններին։ Եվ հիմ. Դոկտոր Հենրիկը հասկանում էր, որ կատաստրոֆիկ սխալ էր գործել։
Նա ոչ միայն ներդրել էր քաղաքականություններ, որոնք հակասում էին հիվանդանոցի հիմնադրի սկզբունքներին, այլ առերեսվել էր հենց սեփականատիրոջ հետ, առանց իմանալու, փորձել էր խանգարել շտապ օգնությանը, վարչական արձանագրությունները վեր էր դասել մարդկային կյանքից։ Նրա հեռախոսը զանգեց։ Անդրանիկյան առողջություն խմբի վարչական խորհրդի նախագահն էր։ Հենրիկ, կարող ես բացատրել, թե ինչ սատանա է կատարվում այնտեղ, հնչեց կոշտ ձայնը գծի մյուս կողմից։ Ես հենց նոր զանգ ստացա Մավրիկից։ Նա վաղը առավոտյան խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում։ Եվ խնդրել է քո ներկայությունը։ Դոկտոր Հենրիկը չոր կուլ տվեց։ Ես կարող եմ ամեն ինչ բացատրել։ Թյուրիմացություն է եղել, մի իրավիճակ, որը դուրս է եկել վերահսկողությունից, բայց այն լուծվում է։ Նա ինձ նախնական զեկույց է ուղարկել Նաիրիում վերջին տարիներին իրականացված խտրական սպասարկման քաղաքականությունների մասին, շարունակեց նախագահը։ Հենրիկ, դա ճիշտ է։ Դու արձանագրություններ ես ստեղծել, հիվանդն է։ Լին մերժելու, հիմնվելով արտաքինի ֆինանսական վիճակի վրա։ Այդքան էլ այդպես չէր, փորձեց պաշտպանվել դոկտոր Հենրիկը։ Դրանք ճշգրտումներ էին հիվանդանոցի գերազանցության պրոֆիլը պահպանելու, ֆինանսական կայունությունն ապահովելու համար։ Դու հիվանդանոցը վերածել ես մասնավոր ակումբի, կտրեց նախագահը։ Եվ այդ ընթացքում քիչ մնաց մի երեխայի մահվան պատճառ դառնայիր։ Դու այս պահից արդյունավետորեն հեռացված ես։ Ոչ մի որոշում մի կայացրու, ոչ մի հրաման մի տուր։ Վաղվա նիստը կորոշի քո ապագան ընկերությունում։ Զանգն ավարտվեց։ Դոկտոր Հենրիկը նստած էր իր շքեղ աշխատասենյակում, շրջապատված դիպլոմներով, հիվանդանոցային կառավարման մրցանակներով, տարիներ շարունակ առաջին անգամ ինքն իրեն հարցրեց, թե իրականում երբ էր կորցրել ուղին։ Երբ էր դադարել հիվանդներին տեսնել որպես մարդկանց, սկսել տեսնել նրանց որպես թվեր աղյուսակում։ Հաջորդ առավոտյան Նաիրի բժշկական կենտրոնն այլ կերպ արթնացավ։ Լուրը, որ իսկական սեփականատերը ներկա է, տարածվել էր կրակի պես։ Աշխատակիցները շշնջում էին միջանցքներում, ենթադրությունները։ Նելով, թե ինչ է լինելու, թե ում են ազատելու, թե ինչ փոփոխություններ են գալու։ Առավոտյան ժամը 8-ին, վերջին հարկի նիստերի դահլիճում, Մավրիկը նստած էր մեծ մահագոնե սեղանի գլխին։ Շուրջը վարչական խորհրդի անդամներն էին, ցանցի այլ հիվանդանոցների տնօրենները, իրավաբանական մարդկային ռեսուրսների տնօրենները։ Բեատրիսը նույնպես այնտեղ էր, որպես սոցիալական հարցերով խորհրդատու։ Դոկտոր Հենրիկը սեղանի ամենահեռու անկյունում էր, տեսանելիորեն անհարմար զգալով։ Մավրիկը ժամանակ չկորցրեց նախաբանների վրա։ Պարոն Այք, սկսեց նա, վերջին 5 տարիների ընթացքում այս հիվանդանոցը լիովին հեռացել է իր հիմնարար արժեքներից։ Մենք ներդրել ենք քաղաքականություններ, որոնք շահույթը վեր են դասում մարդկային կյանքերից։ Ստեղծել ենք բացառման խտրականության մշակույթ։ Եվ 3-5 տարեկան երեխան քիչ մնաց մահանար, որովհետև նրան անարժան համարեցին սպասարկում ստանալու։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ բառերը ծանրանան օդում։ Ձեզանից ոմանք այստեղ կարող են պնդել, որ մասնավոր հիվանդանոցներն իրավունք ունեն ընտրելու իրենց հիվանդներ։ Ին կենտրոնանալու որոշակի պրոֆիլների վրա, ապահովելու ֆինանսական կայունություն, շարունակեց նա։ Եվ որոշ առումներով դա ճիշտ է։ Բայց կա մի գիծ, որը երբեք չպետք է հատվի։ Եվ այդ գիծը արտակարգ օգնություն մերժելն է մեկին, ով մահանում է։ Դոկտոր Հենրիկը փորձեց միջամտել։ Պարոն Անդրանիկյան, եթե թույլ կտաք, քաղաքականություններն իրականացվել են լավագույն մտադրություններով, երաշխավորելու, որ հիվանդանոցը կարողանա շարունակել գերազանցություն առաջարկել։ Մավրիկը նրան կտրեց մի հայացքով։ Գերազանցություն ո՞մ համար, Հենրիկ։ Նրա համար, ով կարող է վճարել։ Իսկ մնացած մարդկության հետ ինչ ենք անում։ Թողնում ենք, որ դռան մոտ մահանան։ Կամ պետական հիվանդանոցներ, փորձեց վիճարկել դոկտոր Հենրիկը, բայց նրա ձայնը թույլ էր։ Իսկ երբ ինչ-որ մեկը նախ այստեղ է հասնում։ Երբ հասնում է կրիտիկական վիճակում, առանց տեղափոխվելու ժամանակի։ Պարզապես նրանց հրում ենք դեպի մահ, որովհետև ճիշտ կրեդիտ քարտ չունեն։ Մավրիկը ձեռքով հարվածեց սեղանին։ Սա անընդունելի է։ Անմարդկային է։ Եվ այլս չի շարունակվելու անունը գրող ոչ մի հիվանդանոցում։ Նա իր առջ դրված թղթապանակը բացեց։ Բեատրիսն ինձ տրամադրել է վերջին 3 տարիների տվյալները։
Այս ընթացքում առնվազն 47 մարդ շտապ օգնություն է փնտրել Նաիրիում, հուսահատեցվել կամ խոչընդոտվել է սպասարկում ստանալուց։ 47, որոնցից 17-ը երեխաներ, 22-ը տարեցներ, 8-ը խոցելի վիճակում գտնվող մեծահասակներ։ Այս դեպքերից որոշները հանգեցրել են այլ հիվանդանոցներում օգնություն փնտրելուն։ Մյուսները պարզապես անհետացել են գրանցումներից։ Մենք չգիտենք, արդյոք նրանք ողջ են մնացել։ Դահլիճում լռությունը բացարձակ էր։ Այսպիսով, ահա թե ինչ է տեղի ունենալու, հայտարարեց Մավրիկը։ Առաջին, դոկտոր Հենրիկ Մելքոնյանը այս պահից արդյունավետորեն ազատված է աշխատանքից։ Նա կստանա պայմանագրային հասանելիք փոխհատուցումները, բայց այլևս չի աշխատում Անդրանիկյան առողջություն խմբի համար։ Դոկտոր Հենրիկը գունատվեց, բայց ոչինչ չասաց։ Երկրորդ, շարունակեց Մավրիկը, մենք անմիջապես կստեղծենք մանկական արտակարգ իրավիճակների հիմնադրամ, որը կֆինանսավորվի ԻՄ անձնական կարողությունից $50 միլիոն։ Այս հիմնադրամը կերաշխավորի ամբողջական անվճար սպասարկում ցանկացած երեխայի համար, որը Նայիրի կենտրոն կհասնի արտակարգ իրավիճակում, անկախ փաստաթղթերից, ապահովագրությունից կամ վճարելու կարողությունից։ Խորհրդի որոշ անդամներ իրար նայեցին, տպավորված գումարից։ Երրորդ, ընդունարանի տեսակավորման ողջ անձնակազմը կվերապատրաստվի։ Ոչ թե հիվանդներին զդելու, այլ մարդկայնորեն ընդունելու համար։ Մենք կվարձենք հոգեբանների, սոցիալական աշխատողների, մուտքի թիմը համալրելու համար։ Առաջին տպավորությունը, որը ինչ-որ մեկը ստանում է այս հիվանդանոց մտնելիս, այլևս չի կարող լինել սառնության դատողության։ Չորրորդ, մենք կներդնենք անկախ օմբուդսմենի ինստիտուտ, որտեղ աշխատակիցները կարող են անանուն զեկուցել խտրական կամ անբարոյական գործելակերպի մասին։ Եվ այդ հաղորդումները լրջորեն կհետաքննվեն։ Մավրիկը շուրջը նայեց սեղանին։ Ինչ-որ մեկը առարկություններ ունի։ Ֆինանսական տնօրեններից մեկը ամաչկոտ ձեռք բարձրացրեց։ Պարոն Անդրանիկյան, ես լիովին աջակցում եմ այս փոփոխություններին։ Բայց պետք է հարցնեմ ֆինանսական ազդեցության մասին։ 50 միլիոնը զգալի գումար է, անվճար սպասարկումները կազդեն եկամտաբերության վրա։ Մավրիկը գլխով արեց։ Հիանալի հարց։ Այո, դա կազդի եկամտաբերության վրա կարճաժամկետ հեռանկարում։ Բայց գիտեք, թե ինչն է ավելի շատ ազդում եկամտաբերության վրա։ Դատական հայցերը օգնություն չցուցաբերելու համար։ Թերթերի վերնագրերն այն մասին, որ էլիտար հիվանդանոցները թույլ են տալիս, որ երեխաները մահանան դռան մոտ։ Լիցենզիաների հավատարմագրերի կորուստը։ Եվ ամենակարևորը, մեր մարդկայնության կորուստը որպես հաստատություն։ Այնպես որ, այո, մենք կզոհաբերենք շահույթի մի մասը։ Բայց մենք շատ ավելի արժեքավոր բան կշահենք, մեր հոգին հետ կբերենք։ Ոչ ոք այլս չառարկեց։ Նիստը շարունակվեց 2 ժամ, մանրամասնելով իրականացումները, սահմանելով ժամկետներ, որոշելով պատասխանատվությունները։ Երբ այն վերջապես ավարտվեց, Մավրիկը հյուծված էր, բայց զգում էր մի բան, որը տարիներ շարունակ չէր զգացել՝ հույս։ Նա ուղիղ գնաց մանկական վերակենդանացման բաժանմունք։ Կամիլլան գիշերը գայ ուներ անցկացրել։ Բժիշկները զգուշորեն լավատես էին։ Վարակը կարծես թե արձագանքում էր հակաբիոտիկներին, կենսական ցուցանիշները բարելավում էին։ Մավրիկն օրվա մնացած մասն այնտեղ անցկացրեց, պարզապես դիտելով, պարզապես ներկա լինելով։ Բեատրիսը երեկոյան հայտնվեց նորություններով։ Ես սկսել եմ ժամանակավոր խնամակալության ընթացակարգերը, տեղեկացրեց նա։ Մի քանի շաբաթ կտի, բայց խոչընդոտներ չեմ տեսնում։ Դուք դատվածություն չունեք, ավելի քան բավարար ֆինանսական պայմաններ ունեք, պատրաստ եք անցնել անհրաժեշտ գնահատումները։ Մավրիկը շնորհակալություն հայտնեց։ Որքան ժամանակ կպահանջվի, մինչ նա արթնանա։ Բժիշկները կարծում են, որ նա սեդացիայից դուրս կգա առաջիկա 24 ժամվա ընթացքում, պատասխանեց Բեատրիսը։ Նրա մարմինը լավ է վերականգնվում։ Վիրահատությունից երկրորդ օրվա առավոտյան Մավրիկը նորից Կամիլլայի մահճակալի կողքին էր, երբ տեսավ, թե ինչպես են նրա փոքրիկ աչքերը դանդաղ բացվում։ Դրանք դեռ շփոթված էին, մշուշոտ դեղորայքից, բայց բաց էին։ Բար, ասաց նա մեղմորեն։ Դու անվտանգ ես։ Հիվանդանոցում։ Ես։ Բժիշկները հոգ են տարել քո մասին։ Կամիլլան դանդաղ թարթեց աչքերը, փորձելով կենտրոնանալ։ Նրա բերանը շարժվեց, բայց նա չկարողացավ խոսել շնչառական խողովակի պատճառով։
Մավրիկը տեսավ, որ խուճապ է սկսվում նրա աչքերում։ Հանգիստ, հանգիստ, ասաց նա, բռնելով նրա փոքրիկ ձեռքը։ Դու շատ հիվանդ էիր։ Վիրահատության կարիք կար։ Բայց հիմա ամեն ինչ լավ է։ Դու լավ անում ես։ Մի բուժքույր ներս մտավ, ստուգեց մոնիտորները ժպտաց։ Բարի վերադարձ, փոքրիկ։ Դու մարտիկ ես։ Եվս մեկ օր պահանջվեց, մինչ հեռացրին շնչառական խողովակը։ Եվ հետո առաջին անգամ Մավրիկը լսեց Կամիլլայի ձայնը, թույլ ու խռպոտ, բայց իրենը։ Ես որտեղ եմ, հարցրեց նա, վախեցած։ Հիվանդանոցում, համբերատար բացատրեց Մավրիկը։ Դու շատ հիվանդացել էիր, բայց բժիշկները վիրահատեցին, դու լավանում ես։ Հիշում ես, որ եկել էիր այստեղ օգնություն խնդրելու։ Կամիլլան մի պահ մտածեց, հետո թեթակի գլխով արեց։ Այն տիկինը վատ վարվեց ինձ հետ։ Մավրիկը զգաց, որ հին զայրույթը վերադառնում է, բայց ճնշեց այն։ Այո, այդպես էր։ Բայց այլս այդպես չի լինի։ Եվ դու վախենալու կարիք չունես։ Դու այստեղ անվտանգ ես։ Ես պետք է գնամ, հարցրեց Կամիլլան, այդ հարցի մեջ այնքան վախ կար, որ կոտրեց Մավրիկի սիրտը։ Որ, հարցրեց նա մեղմորեն։ Ապաստարան։ Կամ նորից փողոց։ Կամիլլան նայեց իր ձեռքերին։ Ոչ ոք չի ուզում ինձ հետ մնալ։ Մավրիկը զգաց, որ արցունքները խայթում են իր աչքերը։ Նա ավելի մոտեցավ։ Կամիլլա, նայիր ինձ։ Նա իր մուգ աչքերը բարձրացրեց դեպի նրան։ Դու չես գնա ապաստարան։ Չես գնա փողոց։ Երբ դու դուրս գաս այստեղից, լավ բուժված ուժեղ, դու կգաս ինձ հետ։ Իմ տուն։ Եթե դու ուզենաս, իհարկե։ Կամիլլան նրան նայեց շփոթության հույսի խառնուրդով։ Իսկապես։ Իսկապես, հաստատեց Մավրիկը։ Ես կհոգամ քո մասին։ Կերաշխավորեմ, որ դու ունենաս այն ամենը, ինչ քեզ պետք է։ Ուտելիք, տաք անկողին, հագուստ, խաղալիքներ։ Եվ ամենակարևորը, դու կունենաս մեկին, ով մտահոգվում է քո մասին։ Ինչո՞ւ, հարցրեց նա, անկեղծորեն չհասկանալով։ Դուք ինձ նույնիսկ չեք ճանաչում։ Մավրիկը ժպտաց արցունքների միջով։ Որովհետև ես էլ եմ կորցրել մեկին, ում շատ էի սիրում։ Եվ ես սովորել եմ, որ կյանքը մեզ երկրորդ հնարավորություններ է տալիս, եթե մենք բաց ենք դրանց համար։ Քեզ պետք է մեկը, որ հոգ տանի քո մասին։ Իսկ ինձ պետք է մեկը, ում մասին հոգ տանեմ։ Կարծում եմ, մենք կարող ենք օգնել իրար։ Կամիլլան երկար պահ մտածեց։ Դուք բարի եք։ Կփորձեմ լինել, խոստացավ Մավրիկը։ Շատ կփորձեմ։ Դե լավ, ուրեմն, ասաց Կամիլլան, մի փոքր, բայց անկեղծ ժպիտ առաջին անգամ հայտնվեց նրա դեմքին։ 3 շաբաթ անց Նաիրի բժշկական կենտրոնը ականատես եղավ մի շատ տարբեր տեսարանի, քան այն, ինչ տեղի էր ունեցել այդ սարսափելի օրը։ Կամիլլան, այժմ հագին նոր դեղին զգեստ, վարդագույն կոշիկներ մաքուր ու 2 հյուսով հարդարված մազերով, սրահ մտավ Մավրիկի ձեռքը բռնած։ Սրահը փոխվել էր։ Սառը ընդունարանի աշխատակցուհու փոխարեն կար վերապատրաստված թիմ, որն անկեղծորեն ժպտում էր։ Մուտքի մոտ մի նոր, զուսպ ցուցանակ հայտարարում էր. Իզաբելլա Անդրանիկյանի անվան մանկական անհետաձգելի բուժօգնության հիմնադրամ, անվճար սպասարկումը երաշխավորված է արտակարգ իրավիճակում գտնվող բոլոր երեխաների համար։ Պարոն Վալերն իր պոստում էր։ Երբ տեսավ Կամիլլային, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Նա մոտեցավ, ծնկի իջավ, նրա հասակին հավասարվելու համար։ Փոքրիկ, սկսեց նա, ձայնը խեղդված, ես ներողություն եմ խնդրում։ Սրտանց։ Իմ արածի համար։ Կամիլլան նայեց նրան, հետո Մավրիկին, որը քաջալերող գլխով արեց։ Նա նորից նայեց Վալերին։ Ամեն ինչ լավ է։ Դուք վախենում էիք կորցնել ձեր աշխատանքը։ Ես հասկանում եմ։ Վալերը հեկեկաց։ Դու շատ յուրահատուկ աղջիկ ես։ Շատ խիզախ։ Բեատրիսը հայտնվեց, թղթապանակ բերելով։ Պարոն Անդրանիկյան, ժամանակավոր խնամակալության փաստաթղթերը հաստատվել են։ Կամիլլան պաշտոնապես ձեր խնամքի տակ է առաջիկա 6 ամիսների ընթացքում, որի ընթացքում մենք կիրականացնենք հետողականություն, ի վերջո վերջնական որդեգրում ձակերպելու համար։ Մավրիկը վերցրեց փաստաթղթերը, բայց այն, ինչ կարոր էր, հենց այնտեղ էր, իր ձեռքը բռնած, հետաքրքրությամբ։
Մփ շուրջը նայելով։ Պատրաստ ես ծանոթանալու քո նոր տան հետ, հարցրեց նա Կամիլլային։ Այնտեղ շոն կա, հարցրեց նա հույսով։ Մավրիկը ծիծաղեց։ Դեռ ոչ։ Բայց մենք կարող ենք ձեռք բերել։ Կամիլլան ամուր սեղմեց նրա ձեռքը։ Ուրեմն պատրաստ եմ։ Նրանք միասին դուրս եկան հիվանդանոցից, մի երեխա, որին դեն էին նետել, մի միլիարդատեր, որը մոռացել էր, թե ինչն է իրականում կարոր։ Յուրաքանչյուրը փրկում էր մյուսին այնպիսի ձերով, որոնք դեռ տարիներ կպահանջվեին լիովին հասկանալու համար։ Որովհետև երբեմն իսկական հարստությունը բանկային հաշիվներում կամ բիզնես կայսրություններում չէ։ Այն քո ունեցած ուժն օգտագործելու քաջության մեջ է, պաշտպանելու նրան, ով ոչ ոք չունի։ Այն գիտակցելու մեջ է, որ փտած համակարգը պետք է փոխել, ոչ թե հավերժացնել։ Այն հասկանալու մեջ է, որ յուրաքանչյուր կյանք, անկախ նրանից, թե որքան փող ունի գրպանում կամ ինչ հագուստ է հագնում, նույն արժեքն ունի։ Բացարձակապես ամեն ինչ։ Եվ այն ընդունելու մեջ է, որ երկրորդ հնարավորությունները գոյություն ունեն բոլորիս համար, եթե մենք պատրաստ ենք ձեռք մեկնել բռնել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Կամիլլայի Մավրիկի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս խիզախ աղջկա ճանապարհով, որը քիչ մնաց կորցներ ամեն ինչ, բայց գտավ ընտանիք կամ հիվանդանոցի վերափոխմամբ, որը վերագտավ իր մարդկայնությունը, սեղմեք հավանել կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն ամենաշատը տպավորեց ձեզ այս պատմության մեջ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք խոսում են կարեկցանքի, երկրորդ հնարավորությունների ճիշտն անելու ուժի մասին, նույնիսկ երբ դա անհնարին է թվում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։